Ոնց եք։ Ողջույն բոլորիդ, ահագին երկար ժամանակ ուղիղ եթերում չէ եղել, ու մի հատ հասկանանք, ողջույն, միացեք, մի հատ հասկանանք քանի մարդ է միանում, շատ լավ, միացեք, այսօրվա ուղիղ եթերը, ընկերներ, այսպես կոնկրետ թեմա չկա ուղիղ եթերի, ուզում էի ձեզ լսել, ձեր հարցերը լսել, հասկանալ, թե ինչ անհանգստացնող թեմաներ կան, որ երկար ժամանակ գուցե լուծումներ եք փնտրում ու չեք գտել։ Երեք մի քանի հարցեր էի ստացել անձնական նամակով Telegram-ում, գուցե դրանց անդրադառնամ, ու հետո մի փոքր կխոսեմ ձեր հարցերի լուծումների մասին, թե ինչպես կարող ենք ընդհանուր լուծումներ գտնել այդ խնդիրների համար, ինչպես կարող ենք հաղթահարել ու առաջ գնալ։ Այսպես, այսօր այնքան հետաքրքիր է, Telegram-ում ուղիղ եթերն ու Instagram-ի ուղիղ եթերն լրիվ տարբերվում են իրարից, ու ընդհանրապես կապ չունի, թե այնտեղ քանի անգամ ես անում ուղիղ եթեր, այստեղ միևնույն է, մի տեսակ սենց հետաքրքիր անցնում, խորհրդավոր անցնում։ Շատ լավ, եկեք հասկանանք այսպես ով ունի հարց, հա, ով գուցե ինչ-որ մեկը ունի հարց, որ ուզում է բարձրացնի, գուցե ինչ-որ մեկը ինչ-որ մտքեր ունի, որով ուզում է կիսվի, հա, հետո կարող եք հարցերը գրել չաթում, չաթի հղումը Լուսինեն ինձ թվում է կդնի, հա, շատ լավ, հարցերը կարող եք այս չաթին գրել, այսպես, ով ունի հարց, ընկերներ, կամ ինչ-որ թեմա, որի մասին ինքը ուզում է բարձրաձայնի։ Սիրով կլսեմ, այսօր բավականին ժամանակ կտրամադրեմ եթերին ու մարդկանց, եթե իսկապես կան հարցեր։ Այսօրվա եթերը այսպես ազատ է ինձ համար ու ձեզ համար, որպեսզի ինքը անցնի բավականին մեր սրտով։ Այսպես, միացեք, ձեռք եք բարձրացնում ու միանում եք ու ես ձեզ կմիացնեմ։ Եթե կան հարցեր կամ ինչ-որ պատմություններ, որոնցով կուզեք կիսվել, երեք ես նամակ էի ստացել, որ մի քանի մարդ ուզում է իր պատմություններով կիսվի, Տաթևը։ Տաթև ջան, քեզ միացրել եմ, եթե ուզում ես կարող ես վիդեոդ միացնել, եթե չես ուզում, կարող ես այսպես, սիրով միացնում ես միկրոֆոնդ ու լսում ենք քեզ։ Հա, լսում ես ինձ գոգ, ողջույն։ Եք հասկանանք լսվում, Տաթև։ Գոգ։ Լսվեց։ Լսում եմ։ Սպասեք, նկանել կմիացնեմ, բայց վստահ չեմ, որ ինտերնետը թույլ կտա, հələ տեսնենք։ Եղավ։ Որովհետև իմ մոտ էլ է ինտերնետի խնդիրը։ Սպասի, ես մի հատ սենյակս էլ փոխեմ, ողջույն, չէ՞, լավ, այդտեղ լուսավոր է, մի քիչ հետևից ֆոնը վատ է, ոչինչ, ողջույն։ Ողջույն, ուրախ եմ, որ միացար։ Ես էլ շատ ուրախ եմ, Գոգս, իհարկե այս պահին հարց չունեմ, բայց ուզում եմ կիսվել իմ մտքերով, համ քեզ հետ, որովհետև քեզ դժվար է բռնացնել։ Ու համեն մյուս մասնակիցների հետ կիսվեմ իմ պատմությամբ, որի մեջ մեծ ներդրում ունես դու ու քո ստեղծած ինքնաճանաչումը, որտեղ այդ պրոստը բան չի, այդ այնքան մեծ աշխատանք քաղաքի մարդ չի իմանա, մինչև որ չփորձի էլի, որտեղ sense լսեր ինչ որ on-line ինչ որ ինքնաճանաչում, հա կարող հասկանան, որ այս ինչ մի բան է, բայց այս շատ ավելի մեծ բան է, քան կարելի է պատկերացնել ու նույնիսկ անգին դասա, որովհետև դրա վրա ինչ գումար է դնես, այդ անգին է, այդ չես արա էլի, չափես ու սակարկես, իմ կյանքը հենց ինքնաճանաչումն է փոխել, այսինքն իմ կյանքի փոփոխությունը արդեն սկսել էր, ես սկսել էի, տարիքս հասել էր, որ հասկանայի, որ շատ բաներ պետք է Երբ որ փնտրում ենք, գտնվում ենք հարմար բան։ Այո։ Ինքն իրան գալիս է։
իրականում շատ հետաքրքիր էր իմ պատմությունը, որտեվ այն պահը, երբ ես հասկացա, որ ինչ-որ բան պիտի փոխվի իմ կյանքում, մինչ այդ ասեմ, ես այն կարգավիճակում էի, որ աշխարհը մեղավոր էր, աշխարհը սխալ էր, ու ես պետքա փոխեի աշխարհին։ Այ սենց ես նայում, ու այդ փոխելը չէր ստացվում, ես էլ ավելի էի դժբախտանում, թե ինչի ես չկարողացա մարդկանց փոխեմ հարմարացնեմ ինձ էլի, այսպես էի մտածում, ու հենց այն պահը երբ եկավ իմ մոտ, որ չէ, ինչ որ բան ես պիտի փոխեմ, հենց այս միտքն եկավ, պատակը գնացի լողի, ու այդ մարզիչը ոնց ասեմ, որ sense ողնաշարած վերցրեց, ու այսպես կոտրեց, այնպես կոտրեց, ես թափվեցի, ու այդ թափվելուց հետո sense էլ ավելի սկսեցի փնտրել փոփոխության բաներ, ու շատ պատահական ես գտա քոեջը, միշտ ասում եմ, պատմում եմ, որ գովազդ էր ինձ մոտ եկել, ու կարա թերթեի, չէ, բայց ինչ որ մի բան բռներ, ինչ որ բան գրավեց ու լսեցի, քո այդ հոլովակը մտա էջդ, նայեցի, այդ ժամանակ չհասկացա, որ Գերմանիայում է, sense նայեցի բան, հետո այդ շրջանում իմ բլոգով ուղիղներ էի անում, քեզ առաջարկեցի ուղիղ անենք, ու նենց միանգամից համաձայնվեց, որ sense միանգամից նենց ջերմ խոսեց իրեն, որ sense ինչ որ ձևական բաներ չարեց իրեն Հայաստանում սովորաբար տենց են անում, ու տենց ընկերացանք ես ու դու, որ դե տեսնենք ոնց բա դու ով ես, բան քանի հետևորդ ունես, քանի հոգին կնայի, ոնց ինչ որ վիճակներ, այս դու sense լրիվ, հա, արի, անենք, արի, երբ որ ժամին բան, ու տենց միանգամից Գերմանիան փոխում է մարդկանց, այստեղ են ասում։ Հա, իրականում Հայաստանում ինչ որ ձևականություններ կան դեռ մարդկանց մեջ, էլի, ինչ որ sense ինչ որ բաներ են պահում, էլի, սահմաններ, կեղծ։ Մի խոսքով, ու այդ ուղիղից հետո ես քեզ հարց եմ գրում, այդ ժամանակ այնց վատ շրջան էր, մոտես ես ինձ ահա որ չաղ էի համարում, ահա որ դժբախտ, տխուր, գեշ, որ տնից դուրս չգամ, ինձ ոչ մեկ sense գեշ չտեսնի։ Տեսնեք իրականում այնքան չաղա, որ օյ։ Ողջողեմ անգեշ։ Մի խոսքով ես այս հարցումով քեզ եմ ուրեմն գրում, գոգո, ասում եմ, տենց մի խոսքով չեմ ուզում անկողնուց դուրս գամ, տենց այս գեշությանս այդ դեմ կարա տնից դուրս գամ։ Ու տենց դու ինձ գրեցիր, որ Տաթև ջան կներես, ես այցելու ունեմ, մի խոսքով քո գեշության դրաման պահի, հետո կխոսենք։ Ես բաներից հիշում Հա, ես էդի հիշում եմ, իդեպ ասեմ, սենց փոքրիկ մեջբերում էլ անեմ, իդեպ ես գիրք եմ գրել, որը այս տարի, ինչ էլ որ լինի, պետքա լույս տեսնի այդ գիրքս, որտեվ արդեն 2 տարի է հետաձգում եմ անընդհատ ու այս տարի անպայման եմ, 3 ամիս ունես։ Ես կհասնի, չէ, գիրքը լրիվ պատրաստ է, տպագրության հարցին ենք ասել, ու կազմի դիզայնին մի խոսքով ինչ էլ որ լինի այս տարի իմ գիրքը լույսա տեսնելու, մենք էլ ենք խոսելու այս մասին, գրքումը հենց այդ մանրամասն գրել եմ գոգ, որ այտենց ես հենց էլի աջալը քաշեցի վրես, վերջ, էլի այստեղ էլ ինձ չօգնեցին, ես շատ դժբախտ եմ, բան այտենց պարկած էի, մեկ է երևի 5 րոպե անց դու ասեցիր կարաս վիդեոզվանակով միանաս, ես այդ ժամանակ գիտեի, որ դու հոգեսոմատ ես, բայց ինչ հա հոգեսոմատի աշխատանքը, ես երբեք, այն որ ինտերնետով գալիս է, այս ինչ է, ինչից է, ինչ է, ինչից է, չէ, այս հիվանդությունը սրանից է, ասենց էի լսել հոգեսոմատիկայի մասին, բայց թե ինչ աշխատանք հա տեղանում մասնագետը, դրան ծանոթ չէ, ու սենց միացա, սենց անկողնում մեջ ես հիշում ես, որ ասում էի, վայ կներես շատ վատա տեսքը, սենց մի րոպե մեկ ասում էի կներես, հետո շատ սենց լրիվ տեղերի մեջ ես փշրված տեսքով էի, ու ասեցիր, որ այցելուտ ինչ որ մի հարց ա եղել, ու չի եկել ինքը, ու դու ես մի ժամ ունես, ու հենց ինձ ես տրամադրելու, ու սենց ճակատագրորեն էր էլի, որովհետև կարողա մի ժամից մինչև դու միանայր կամ մինչև հաջորդ օրը գրեր, կարողա արդեն ուրիշ լիներ, չէ, հենց այդ պահը տենց ստացվեց, ու մենք իրար հետ աշխատեցինք ու արդեն մեկնարկել էիր 1 օր, ինչ մեկնարկած էր ինքնաճանաչումը, ու դու ասիր Տաթև, այս աշխատանքը Իրանը կտա, բայց քո մոտ շատ խորքային բաներ կա ու արի այս ինքնաճանաչումը քեզ կփոխի ու այդ ժամանակ ոնց որ ֆինանսապես ես լրիվ հանկարծակի էր, էլի ասեցի լավ ոնց էլի, չնայած դու ինձ համար բավական զեղչեցիր, բայց ամեն դեպքում այդ պահին դժվարություն թվաց, բայց այնքան վստահ էի, որ այդ ինձ պետք է, որ sense խնդրեցի ամուսնուց, ասեցի կյանքի ու մահու հարցը ինձ գումար պետք է, ու ես պիտի մասնակցեմ, ու մասնակցեցի, առաջի օրից չասեմ, բայց երևի 2-րդ, 3-րդ օրից ես հասկացա, որ ես էլ այն մարդը չեմ, որ այս ինչ լինում է իմ հետ, այս ինչ որ sense միֆիկ մի բան է,
փոփոխություններ, այս բաներ էր բացվում, պատմություններ ֆանտաստիկ 20 օր էր, կարծեմ 20 օր էր, չէ, 21 օր էր ինքնաճանաչումը, թե սխալ եմ հիշում։ Այս ժամանակ գուցե 21 օր է, Հա, հա, ու չեմ հիշում իրականում։ ֆանտաստիկ 21 օր էր, Տարիներ ես են անցել։ հա, այդ 2 տարի առաջ կլներ, չէ, Գոգ։ Հա, Ո, հա, 2 հա։ տարի կա։ ու տենց ես եմ, որ սենց այդ ուղիղները, որոնք տևում են 2-3 ժամ, ես սենց լսում էի կլանված, իմ պատմությունից բացի մնացածին էլ էի շատ հետաքրքրված լսում, այդ թե ինչ փոփոխություններ ա, թե իրանք ինչ պատմություններ ունեն, այդ սաղ սենց իմ մեջով անցկացնում էի ու մի խոսքով այդ ժամանակները իմ երեխեն հաճախ հիվանդանում էր, ինչ որ սենց Հիմա ոնց է։ խառը ժամանակներ էի Հիմա ապրում։ Հիմա երևի ասեմ 2 տարուց ավել կլինի, ինչ ես չգիտեմ ինչ հա հիվանդանալ է երեխու ու այն որ կողքից մի դրսում է բարևից հետո այս սեզոնին նամանավանդ Հայաստան, չգիտեմ Գերմանիայում ոնց բարև, վայ ստեղ է։ դուք ուժեղ վիրուսներ են, այդ բարևից հետո անպայման ասես նայում են երեխուն, զգուշ երեխեն չի հիվանդանա, ասես անպայման է, տենց մարդ չկա, որ բարևից հետո այդ կարը չասի, ու սենց Ես ասեն հիշում եմ իրականում քո հիմնական հարցերը երեխադ հիվանդանում է, Փոխար հիվանդանում է, անկեղծ ամեն հիվանդանում։ շաբաթ հիվանդ էր, չհաշվով որ տարին 2 անգամ է հիվանդանոց էինք ընկնում այդ ամեն շաբաթից բացի։ Մի Ինչ հատ այստեղ փափուկի ես էր։ գիտեմ մարդիկ տաթև, ովքեր շատ իրականում ինձ հարազատ են, բայց ահավոր սկեպտիկ են այդ ամեն ինչին վերաբերվում։ Մի երկու բան իրանց ասա էլի։ Հիվանդություններին երեխու։ Հա, Ես մի երեխաները հատ երբ որ հիվանդանում են։ Ես նախ իմ կյանքը փոխվեց այն պահից, երբ որ ես հենց մեր ուղիղից առաջ մենք խոսեցինք, ուղիղից առաջ ես նախապատրաստական ու ասացի, դե գոհար, բայց այս վիրուսները հոգան, դե հələ նոր է, էլի, ես ես բնագավառում ու դու Ահա, ասեցիր, հիշում եմ։ չա վիրուսը, ու այնքան լավ ասեցիր, գիտես ինչ ասեցիր, ասեցիր, եթե իսկապես վիրուսը կա, ինչի է երեխեն այս անգամը հիվանդանում, այն մյուսը չէ, այդ կամ այս անգամը ականջնա, մյուս անգամը կոկորտեց, ոնց է, չէ, այդ պտտվում այդ հիմա ականջի վիրուս է տարածվում, չէ, կամ այդ նույն վիրուսից մի երեխի ականջն է բորբոքվում, մյուսը ջերմում է, մյուսի չգիտեմ ինչ ա լինում, ու ասեցիր, բա այդ ոնց ես բացատրում, որ վիրուսը էդ է, բայց մի երեխա տանը հիվանդացավ, մյուսը չէ, կամ ոնց էլի, այս վիրուսը ոնց է տենց ստեղծված, ու այդ առաջի որ սերմն էր մտքիս մեջ, որ դու Ոչ տվեր։ մի բան չեմ ասել, չէ, չկա, չեմ Չէ, ասել չէ, դու չկա, ասեցիր, բա եւ ոնց է այլն։ Այ քեզ բացատրվում։ հարց եմ տվել, որ դու Չէ, ինքդ մտածես։ ապրես։ Ու Մեր դու գործը ասեցիր ոնց էդ է է։ բացատրվում։ Մենք ընդամենը հարցեր ենք Ու տալիս։ այդ մի փոքր սերն էր, այն Начало ֆիլմը, չգիտեմ ով ա նայել, հենց այդ գաղափարն եմ շատ սիրում այդ ֆիլմի մեջ, ասում եմ դու սեր մկցի մարդու ուղեղի մեջ, մնացած գործը ինքն իրան կլինի, դու իրան կարաս ջախջախես ու կարաս իրան փրկես այդ մի հատ սեր մկցելով, էլի։ Ու դու այդ սերը տվեցիր, ու հետո սկսեցի դիտարկեմ, էլի այ մարդ իսկապես, էլի, ինչի էս մի անգամ հիվանդ երեխայի շփվեց, չվարակվեց, էս մի անգամը ստենց եղավ, ստենց էլի, ու ես էլ սկսեցի դիտարկումներ անել, հետո արդեն ինքնաճանաչման ժամանակ ես մի հատ կարևոր բան իմացա, որ ինձանից է իմ երեխան հիվանդանում, այդ շատ կարևոր էր։ Միշտ այդ վիրուսի վրա գցելը այնքան հեշտ ու անպատասխանատու է, այսինքն ես կապ չունեմ, վիրուսն էր մեղավոր, այ էս Սկվազնյակը։ ապրես, այս ինչ որ անպատասխանատու բան է, էլի ես կապ չունեմ, երեխեն վիրուս մրսեց, երեխեն ես չի կապ ունեմ, որ ստեղ դեպրեսիայով մի ամիս անկողնում ընկած եմ, երեխեն մրսեց ուղղակի, էլի։ Այ ես երբ որ ես ինքս իմ համար գիտակցեցի, որ իմ այս հարցը, իմ այս մտորումները, իմ այս անելանելի թվացող վիճակ իմ կյանքում երեխուս բերեց հենց համարժեք խնդիր։ Ես չէի ուզում, մի պահ ես անդադ ինչ որ բաներ էի ուզում լսեի մարդկանցից ու չէի լսում ու երեխուս այդ ձախ ականջի խնդիրը խոսքով շատ հաճախ էր կրկնվում։ Տարվա մեջ մի 2-3 անգամ երեխու ականջը բորբոքվում էր։ Ու ամեն պատմությունը կար էլի դրա պատմություն, դες առաջ չգիտեի։ Հետո որ սովորեցի այդ պատմություններն իմանամ, ես հասկացա, որ իմ ձեռքում է։ Բոլորս ունենք խնդիրներ, բոլորս ունենք դժվարություններ, բոլորս ունենք տխուր օրեր, բոլորս ունենք ինչ-որ անելանելիություններ, բայց հենց մենք մեծ ենք դրանով, որ այդ պատասխանատվությունը վերցնենք մեր ձեռքը ու հալավ, կա դժվարությունը, բայց որն է սրանից դուրս գալու ինչ-որ մի ճանապարհ էլի գոնե մի։ Ու երբ որ ես այս ճանապարհները սկսեցի գտնեմ, երբ որ սկսեցի, այսա շատ կարևոր է, ինքնաճանաչման ժամանակ սկսում ես լսես քեզ։ Ես հիմա
քան որ ես էլ եմ, չէ՞, դե հոգեբան աշխատում եմ մարդկանց հետ, մարդիկ ունեն այս խնդիրը իրանց չլսելու։ Երբ որ հարց ես տալի, իրանք դրսից ինչ պատասխան ասես տալիս են, բայց իրանց պատասխանը չունեն։ Այսինքն որ հարցնում եմ ու դու ինչ ես զգում, այս հարցը Ասում է դե չգիտեմ ես իմ ով է ինչ ասես։ մամաս ասեց սենց, չգիտեմ, բադ ամուսինս ասեց, ասում եմ դու ինչ ես զգում։ Այս զգացողությունները չեն տարբերում, չգիտեմ, ինչ որ ազգի հետ կապված է երևի խնդիր է։ Ու այդ ես էլի դες չէի լսում։ Ինքնաճանաչման հետ լսում, հա, բան եղավ ինտերնետը։ Ինքնաճանաչման հետ ես այդ իմ ներսի ձայնի հետ սկսեցի ներդաշնակություն պահեմ ու երեխես տեղից երևի սկսեց չհիվանդանալ, որտեվ ես էլ մահկանացուների պես ունեմ խնդիրներ, ունեմ մտքեր, ինչ որ անելանելի ստրեսներ, բայց միշտ ինձ լսում եմ, լավ, ինչի ինձ է ստրվել, լավ, ես տեղ ինչ ունեմ հասկանալու, ես տեղ ինչ ունեմ անելու, ու քանի որ ես չէի մնում վական այդ նույն վիճակի մեջ, հետևաբար երեխուն էլ չէր հասցնում այդ հասներ, ու սենց երեխան սկսեց չհիվանդանա, ինձ թվում է ամենակարևոր բանը, որ կուզեմ խորհուրդ տամ, այդ որ հասկանամ, որ ինչ վիճակում են իրանք, ու ինչու թեկուզ որ հիվանդանոց է երեխան ընկնում, միշտ որ մամաների հետ խոսում եմ, հիմնականում լինում է, որ հոգնել է, էլ չէի դիմանում, այսինքն հիվանդանոցը հանդիսանում էր ինչ որ հանգստի տեղ, որտեղ իրանք ուղղակի այդ ընտանեկան դժվարությունից կփոխվեին, ժամանակ կունենային վերլուծելու, վերանայելու, ինքդ քեզ հետ մենակ մնա, այսինքն երեխան օգնում է, որ դու մի հատ քո մտքերի հետ մենակ մնաս, որ կողքից խանգարողներ չունենաս։ Ու իրանք այնքան են ունենալու այդ խնդիրները, քանի դեռ չեն հասկացել, որտեղ է արմատը։ Այո, իհարկե, բայց ես ասեմ, շատ դժվար են դա հասկանում մամաները, ես իմ փորձից է, որ ասում եմ, լավ, իմ խնդրեմը ինչ կապ ունի վիրուսից երեք մենք ու մեծերի էլ է դա վերաբերվում քրոնիկ վատ զգացող մեծեր էլ կան, չէ՞, որ քրոնիկ միշտ ճնշում ես գլուխս, մեջքս, սենց ոտքերս, ձեռքերս, այս քրոնիկական մեծերի մոտ էլ այս հարցերն են, ու էլի դրանք ունեն իրենց բացատրությունները, եթե սովորես լսես քո մարմնին։ Այդ մարմին հոգի կապը, երբ որ միանում է, երբ որ դու քո հետ պահում ես բալանսը, այնքան հարցեր են հեշտ դառնում, թե երեխեքի հետ կապված, թե ինքդ քեզ հետ։ Ոչ երեխեք այնքան խելոք են դառնում։ Ես ասեմ, այդ կապրիզ վիճակների հետ լացուկոց այդ ամեն ինչը մեր ներսի տագնապն է։ Ու երբ որ մեր ներսը սենց հանգիստ ու խաղաղ է, երեխեքն են հենց հանգիստ ու խաղաղ են դառնում։ Ես իմ փորձից ասեմ, որ այդպես է, ես ունեի տենց ավելի դժվար պահվող երեխա, լացուկոց, կապրիզ չեմ անի, չեմ ուզում, ու հիմա որ շատ հանգիստ մենք կարողանում ենք իրար հետ ինչ-որ զրուցել, որոշել, քննարկել, ու այդ ամենը իմ հանգստությունից եղավ, էլի, ոչ թե որ երեխան փոխվեց, ու միշտ հեշտ է երեխուն տանել բժշկի կամ ինչ, բայց իրանց չէ, էթիկա, այս պատասխանատվությունը պետք է էլի մամաները զգան։ Ու ինքնաճանաչումը իրական շատ է օգնում, որովհետև ինքնաճանաչումը օգնում է քեզ տեսնես։ Իսկապես ինքնաճանաչում օգնում է, որ քեզ տեսնես, քեզ լսես, քեզ ճանաչես։ Ու տենց ինչ որ տենց վախենալու տարօրինակ բաներ չեն լինում էլի այդ ընթացքում, ոնց որ մարդիկ մի քիչ ունեն էլի sense նորությունները չընկալելու, այդ իրականում այդպես չի, ոչ մի ստիպողաբար բաներ էլ չեն տեղի ունենում, որտեվ ես էլ պրակտիկաներ կա, որ դժվար էի անցնում։ Կար մեկը, որ ինքնաճանաչման շրջանակներում вообще չստացվեց իմ մոտ, հիշում ես Գոգհայլին։ Հայլի ես ամբողջ 21 օր ուզեցել եմ անեմ ու չի եղել։ Ես հասնում էի Հայլու առաջ ու չկար Հայլի։ Ոչ թե ինչ չէի տեսնում, այլ Հայլի չկար, կար Ռամկան ու Հայլին չկար։ Ու ես այդպես շատ փորձեր եմ ունեցել, այսինքն այս ճշտի պես դու ինձ կամ ինչ որ սպորտադիր, լրիվ ազատ էր, ասենք այդ պահին ինձ հələ բաց չէր։ Հայլին ամենահրաշալի պրակտիկաներից շատ ավելի ուշ։ Ինձ շատ ուշադրվել Հայլին, շատ, երևի մեր ինքնաճանաչումից կարելի ասել մի տարի հետո ինչ շատ դժվար եկավ Հայլին։ Ուզում եմ ասեմ, որ նենց չի էլի, որ ամեն ինչը սահուն է, բայց այն ինչը այդ պահին քեզ տրված է, որ դու արդեն պատրաստ ես դա վերցնես, այդքանն ես վերցնում ու ամեն մարդ իր չափով է օգտվում ինքնաճանաչումից, բայց բոլորը փոփոխություն ունենում են։ Ուղղակի ամեն մեկը ինչքան որ իրան
այդ պահին պետք էր, չէ, ասա որ այդպես է, որտեվ այն ինչը քեզ համար դեռ բաց չի ստացվում վերցնել այդ պահին, հետո կարող է էլի հիշես, ուզենաս այդ մասն էլ վերանայես, բայց քայլ է էլի տրվում, ու ինքնաճանաչումից դուրս ենք մենք աշխատել իմ ֆինանսների հետ, այս վերջերս, երբ որ դու Հայաստանում էիր, որտեվ այն որ սա հարցերը կյանքումս լուծվել էր, ամեն ինչը կարգին էր, բայց ես փող չէի կարողանում աշխատեի, ու այդ զապրոսով հենց դու եկար, ես եմ որ գոհար օգնի ես չեմ կամ փող աշխատեմ, ու տենց այնքան հետաքրքիր պատմություն բացահայտվեց, երևի չէի ուզենա պատմեի, բայց պատմությունը կարող ես չպատմել, պատմի թե ինչ փոփոխություններ ունեցան քո փոփոխությունը ես իմ բլոգի շրջանակներում միջոցառումներ եմ կազմակերպում ու հերթական միջոցառումիցս առաջ էր, որ ես եկա քեզ մոտ, որ Գոհար Բրկի այս միջոցառումների, ուրեմն իմ միջոցառումները շատ հագեցած են, ոչ միայն գիտելիքի առումով, այլ նվերներ են լինում, հյուրասիրություն, միշտ ինչ որ գեղեցիկ տեղում, ինչ որ խորհրդով, արվեստ է լինում մեջը, մի խոսքով շատ մանրակրկիտ պլանավորած են ու ինչքան էլ որ մուտքավճարի գումարն է, այն որ այդ ամբողջը դուր դառնա ծախս, որ լավ անցնի, էլի, այսինքն ոչ մի չափազանցված բան չեմ վերցնում, բայց մեկ է, որ մարդիկ հարցում են ինչ արժի միջոցառումը, վայ ոնց որ սենց չուզենայի այդ փողն ասենց ինձ օմոչի մտածեի մարդը ինձ այդ փողը լսի էլ չի գա, այսպես բաներ էի մտածում, չի կարողանում այդ փողը վերցնել։ Ու մենք հենց այդ միջոցառման բանով էլ աշխատեցինք այդ ֆինանսների, տեղից սկսեցինք էլի աշխատանքը, ու ես հասկացա ինչու չեմ կարողանում գումար վերցնեմ, այդ մանկությունից էր գալիս, պատմություն ունեի դրա հետ կապված, ու երբ որ այդ բացվեց, միջոցառմանս գումարը գնացի տուն բարձրացրեցի, մինչև այդ հաշվել էի, որ սենց ինչ արժեք եւ սենց մի պուտուրիկ, ասի ոչ, իմ միջոցառումը շատ լավն է։ Մի հատ սենց բան ասեմ, հիմա մարդիկ կլսեն, ես վստահ եմ, կան իրենց մեջ մարդիկ, ովքեր որ ասելու են, ոյ, բարձրացրել ես, բոլորը բարձրացնում են գները եւ այլն։ Ու այդ ընկերներ ոչ թե վատ է, ոչ թե լավ է, այլ խոսում է ներքին բլոկների մասին։ Իսկ մարդիկ կան, որ կասեն, որ վաու, մարդիկ կան կասեն, որ վաու, ինչ բարձրացրել է իր աշխատանքի գինը։ Ես այստեղ հիմա էլի ունեմ մասնակից, ով շատ սիրուն սենց եղունգներ էր սարքում եւ այլն, իր հետ էլ շատ վաղուց ենք աշխատել, բայց էլի ինքը ուներ տենց խնդիր, որ չէր կարողանում ասել ինչքանով եմ սարքում։ Հա, ես խնդիրը ոնց որ թե բերված չպտտվի լեզուդ, որ ինչ որ գումար այդ ներքին բլոկների մասին է, հետո ինքն էլ կարողացավ արդեն վստահությամբ, այսինքն ստանալ, ոչ թե դու ստանում ես համապատասխան քո աշխատանքին, հա, այլ ստանում ես ավելի ցածր, իսկ այդ ինքը չի կարա դրական բան լինի, ինքը բացասական է։ Ու դու էներգիա ես դնում այդքան պատրաստում ես ու դու ոչ մի բան դրա տեղը չես լցնում, այսինքն ֆինանսականն էլ է ինչ որտեղ լցնելու ձև է։ Դու չես կարող տալ մարդկությանը։ Հա, ոնց որ անընդհատ մինուս էի գնում, որտեվ ես սենց էներգիա հրաշք միջոցառում ու սենց դուրս էի գալի առանց փող, մի խոսքով։ Հետո որ բացատրեցի ընկերուհուս առաջինն ասի, լսի միջոցառմանս գինը փոխել եմ, ասեց չեն տա։ Մարդիկ դեկրետում տունը նստած են, չեն տա։ Ու սենց այդ պահին էլի սենց ասի, հա, կարող է, սխալ ու մեկ էլ էլի հավաքեցի, չէ, պետքա փորձենք, ես այսքան չարչարվում եմ, արժի միջոցառումը, ես այդ գինը չեմ ուռճացնում, սա իսկապես իմ աշխատանքի գինն է։ Ու զարմանալիորեն գոգ եթե մինչև այդ դժվարությամբ հավաքվում էր, ասենք, հոգի, այնքան շատ հավաքվեց, որ ես սկսեցի մերժեմ ուղղակի, որտեվ տարածքը ուներ աթոռի խնդիր, էլի, այդքանից շատ չէի կարա, ու ես դեմ վերջի 2 օրը գրողներին ուղղակի ասում եի կներեք միջոցառման տեղերը վերջացել են, ու այդ իմ համար են, որ ինչ տեղ վերջան հազիվս ձգում էի, որ այդ լրացնեի, սենց այն մի քիչ պլյուսն էի, ու տենց բան, որ հրաժարվեի, որ տեղերը սպառված են, ու ինձ եկավ ուրիշ մասա, հա, ուրիշ մարդիկ եկան, մինչև այդ ուրիշ մարդիկ են, որ ասում են միջոցառումը 3000-ի մեջ ինչ է մտնում, իսկ հիմա ասենք ասում 10,000-ը, մի անգամից ասում են քարտ ուղարկի, եկել չեն հարցնում, մեջ ինչ է մտնում այդ 10,000-ի, ոնց որ լրիվ ուրիշ մարդիկ եկան, ովքեր իսկապես գնահատում են այն ինչ անում ես, ովքեր գիտեն ինչա աշխատելը, ինչա կազմակերպելը, ինչա գիտելիք տալը, մի ժամում մարդուն գիտելիք տալ, էլի, մի խոսքով, հիմա մի հատ էլ սենց առիթից օգտվեմ ասեմ, որ իմ հերթական միջոցառումը գովազդներ եթերում էլի։
Իմերի մտական միջոցառումը հուլիսի 4-ին է, ու այս անգամ ֆորմատը մամա բալիկ չի, Հոկտեմբերի սովորաբար 4-ին։ այո, սովորաբար մամա բալիկով եմ անում։ Հիմա կարող եք գալ մենակ մայրիկի հետ, ընկերուհու, քույրիկի, ու հենց խոսելու ենք այս ծնողից ժառանգած դաստիարակության կարծրատիպերի, մտածելակերպի կարծրատիպերի, այդ բլոկների մասին, որոնք մեզ խանգարում են ինչ որ առաջ գնալու ճանապարհին, ու նաև sense փոքրիկ պրակտիկ աշխատանք ունենք, որը հենց այս միջոցառման համար եմ ստեղծել, այսինքն մինչև այդ չեմ օգտագործել, ու հենց որ sense ունիվերսալ լինի, մարդկանց որ հասկանան իրանք ինչ ուժ ունեն առանց այդ բռնող բաների, մտքերի, դե բացի դրանից էլ լինելու է նաև ուլունքագործություն, այսինքն արտ ժամանցել կա, հենց նույն խորհրդով բերելու են մայրիկին, բայց թանկարժեք քարերով զարդը, բնական, ու դրան ժամանակակից տեսք են տալու, քանդելու են, այնտեղ կա ուրիշ ուլունքներ, բան, օգնական մասնագետներ, ու սենց նորացնելու են զարդը, Կարող եք գնալ, եթե նաև անգամ նորացնելու ուլունքներ են կյանքը։ չունեք։ Կարող եք գալ նաև, եթե ժառանգած ուլունքներ չունեք, հա, այդ դեպքում է կարող եք գալ, ու նաև սենց հավես հյուրասիրություն, նվերներ, մի խոսքով այսպիսի միջոցառում է, Այստեղ գիտես ես ինչն եմ ուզում նշեմ, տես մենք տարբեր ծրագրեր անցկացրեցինք, որտեղ մարդիկ եկան, բացի գիտելիքները ձեռք բերեցին ընկերներ։ այո, Ձեռք ես բերեցին սիրեցի։ մարդիկ, ովքեր որ իրար հետ կարող են ծրագրից հետո կապ ունենալ, խոսել իրենց Այո։ անհանգստացնող հարցերի մասին, ովքեր իրենց կերպ են մտածում, ովքեր ունեն միևնույն խնդիրները։ Այս ամենակարևոր բանն է, որ այսօր մենք իսկապես կարիք ունենք, տեսեք, մեր հարազատները շատ լավն են, իրանց հետ ժամանակ եւ այլն, բայց մեզ միշտ պետք է մեր մտածելակերպին համապատասխան մարդ, ում հետ մենք կզրուցենք, նոր բաներ կսովորենք։ Իսկ որտեղ չկա նոր բաներ սովորել, այնտեղ կա լճացում ու այնտեղ կա բացասական էներգիա։ Հասկանում եք։ Դրա համար այդ շատ կարևոր է, որ համ դուք գնաք գտնեք ձեր մարդկանց, համ դուք գնաք նոր բաներ սովորեք եւ այլն եւ այլն։ Գոկ, ու այն սկզբում որ ասում էի, որ ուզում էի մարդկանց փոխեի, չէ՞, այն սկզբի իմ հոգեվիճակում, հետո գիտես ոնց, իհարկե, գիտակցում ես, որ դու դիմացինին փոխել չես կարող, բայց ավտոմատ կերպով այդ մարդիկ կամ քո հանդեպ ուրիշ ձև են սկսում, որ դու ուրիշ ձև ես մոտենում, կամ իրանք ուղղակի գնում են քո կյանքից, իսկականից շատ է մաքրվում քո շրջապատը, երբ որ դու ուրիշ մարդ ես դառնում։ Օրինակ ես ունեի բողոքներ, որ ինձ շահագործում են, ես միշտ բոլորի համար աշխատում եմ, իսկ իմ համար ոչ մեկ չի օգնում ինձ։ Սենց ինչ-որ հարցեր ունեի, այդ սա գրքից մեջ կա էլի։ Ու երբ որ ես փոխվեցի, այդ մարդիկ պրոստը իմ շրջապատից գնացին, որտեվ ես էլ իրանց հետաքրքիր չէի, ես իրանց համար չէի աշխատի, հա, իրանց համար չէի չարչարվի, արդեն էլ պետք չէ իրանց պրոստ էլի։ Մաքրվեց շրջապատս, այսինքն երբ որ դու ուզում ես փոխես դիմացին, որ քեզ ուրիշ ձև ընկալի, իհարկե չես կարող, բայց ինքն իրան միևնույնն է փոփոխություններ լինում են ու հակառակը կյանքդ գալիս են ուրիշ ձև մարդիկ, ովքեր իսկապես քեզ հասկանում են, ովքեր իսկապես քեզ գաղափարակից են, ովքեր գնահատում են քո գործը, քո անելիքը ու ինքնաճանաչումից էլ, քո ուղիղներից էլ, օրինակ չգիտեմ Ասպրամն է, Անին է, դե Լուսինի հետ շատ մտերիմ ենք, ու այն որ մի հատ գցի բան Ասպրամը կամ Անին կամ այն որ sense կասեմ, հո ապրես, որտեղ հիշում եմ, որ ինքը էսի դժվար էր իրան ու տեսնում եմ, որ արեց, շատ ուրախանում ենք իրար համար, իսկապես, որ տեսնում ենք իրար հաջողություններ, իսկականից այդ ուրիշ ուրախությունն է, որտեղ մենք գիտենք այդ մարդը, որ sense գցել է ինչ-որ տորտիկ, պաղպաղակ կամ եսի մեջ, դրա տակ ինչ կար, ու մարդը ինչ ա արել, կամ Ասպրամը, որ վերջերս գնաց իր ուզած տեղը ճամփորդելու, տենց այնքան sense հուզվել է աչքից արցունք էր գալիս, sense որտեղ ես գիտեմ իր համար այդ ինչ էր, կարող է ինչ-որ մեկի համար, հա, գնալ ինչ-որ ջրվեժ, հա, ինչ անենք, բայց գիտեմ Ասպրամի համար ինչ կարևոր էր, ու sense իր հետ Մարմինից փշակ հաղում արիսա քանի հա, րոպե։ մենք իր հետ ուրախան։ Իդեպ ասեմ, երեք ես առաջին անգամ սամակ եմ քշել ու անպայման ուզում եմ գրուպ դնել, հələ չեմ դրել վիդեոն, այն մի հատ ունենք չէ, WhatsApp-ի chat, այդտեղ ուզում էի դնել, որտեվ ես 34 տարեկանում առաջին անգամ քշեցի սամակատ ու իմ աղջիկներին ասում, մամ, չվախենաս, քո մոտ կստացվի։ Ու հետո էլ ասես, մամ, ինչի դու փոքր ժամանակ սամակատ չունեիր։ Այդպես, հա, մեր ժամանակներ ուրիշ էին, իրանց ժամանակները։ Բայց ստացվեց, շատ հաճելի բան էր սամակատ քշելը։
Շատ լավ։ Ես շատ ուրախ եմ, ես վստահ եմ, որ հեսա քո ծրագիրը անցնելու է այնպես ինչպես որ դու ես ուզում։ Ես շատ կուզեի դու ստեղ լինեիր, գոգս ու ես քեզ հրավիրեի։ Ու այս բանը փոփոխությունների բանը միասին անեինք, շատ կուզեի քեզ հետ լինեի, բայց մինչև քո գալը մի ուրիշ միջոցառում կլինի, ես քեզ կկանչեմ։ Մենք գոնե մի անգամ ունեցել ենք այդ առիթը Այո, միջոցառում էլի կունենանք անպայման։ Համել գիրքի շնորհանդեսը։ Բայց դե այդպես Հայաստան գալու եմ գիրքս ուզում եմ այս տարի։ Տեսնենք։ Դու իմ գրքի մեջ կարևոր մարդ ես, մի ամբողջ գլուխ նվիրված է ինքնաճանաչմանը ու մեր ծանոթությանը։ Ես այնքան հետաքրքիր է, երբ որ դու խիզախեցիր, դու արեցիր, այն ճիշտ են ասում, որ քո աշակերտը ավելի լավն է պետքա լինի, քան դու ես։ Դե լավ չէ, դե ավելի լավի մասով չեմ կարող բան ասեմ, բայց որ ես փոխվել եմ ու ես եմ ավելի լավը, քան նախկինում էի, այդ հաստատ կասեմ։ Հիմա ես վայելում եմ իմ մարդկանց, օրինակ հիմա Լուսինեն էլ ունեցավ փոփոխություններ, էլի ուրիշ իմ ծրագրի մասնակիցներից շատերը էլի ինչ որ տարբեր հաջողություններ գրանցեցին եւ այլն, ու հիմա ես վայելում եմ այդ հաճույքը իրանց արդյունքների, որովհետեւ ինչ որ մասով ես շատ ուրախ եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ուրեմն մի բան այնտեղ աշխատել է։ Դու ուրիշ ձեռնարկ Այն սիրտը, որ գիտես, ամեն մարդ չում ասում ես ինձ կօգնես ու օգնում է անշահախնդիր, անմնացորդ, ինչքան որ ինքը գիտի սենց ամբողջությամբ տալով, տենց մարդիկ քիչ են ու դու այդ մարդկանցից ես։ Ես երբեք չեմ նկատել, որ ես քեզ մի բան հարցնեմ, որ ինչ որ հարց ունեմ ու դու սենց մի ձև սենց մի բան ասես, չէ, դու եմ որ սենց մինչև վերջ տրվում ես այդ հարցին, դու մինչև վերջ քանդում ես, հանում ես, օգնում ես, չես ուզում սենց ուղղակի մի բան անես ու ասես լավ, սենց ոնց է ժամը լրացավ։ Այտենց մի հատ մեր Անին, կոսմետոլոգ, ուրիշ հոգեբանի մոտ էր գնացել, պատմում էր, որ բանը, այտենց պատմել է իր ասես դժվարությունը, բան, մեկ է այդ հոգեբանն ասել է կներես մի ժամը լրացավ, հիշի, հետո մյուս անգամ կշարունակես, որ այդ ինչ հիշի չէ, այդ բան հազիվ բացվել էր, ասենք դու երբեք այդ մարդը չես եղել տեղը տել, հիշում ես, մենք մի անգամ այգում ենք աշխատել, եմ որ այդպես ոտի վրա, չես նայում, ասում լավ, այսօր տեղը չի, վաղը ես եմ, դու ի սրտե ես նվիրվում ու դու արժանի ես, որ այսինքն իմ նման Այնքան բաներ եք հիշում, որ ես չեմ հիշում։ Բա մենք մենակ ենք, դու այդքանից ոնց հիշես, բայց ես քեզ անդադ հիշացնում եմ, թե դու ինչքան մեծ բաներ ես արել իմ կյանքում ու վստահ եմ, որ այսինքն կարտահայտվեն նաև մյուս մասնակիցները։ Չեմ հավատա, որ ասենք ինքնաճանաչումն անցնեն ու ասելու բան չունենան։ Հիշում հավատա։ Դենց հնարավոր չի, ասենք չափ կարող ասելու տարբեր լինի, բայց որ հաստատ ինչ որ դրական շարժա լինելու, այտենց անհնար է, ես չեմ պատկերացնում, որ այտենց բան կարա լինի։ Տես, ամեն մեկը ստանում է փոփոխություն, դրական, այնքանով ինչքանով ինքը որ պատրաստ է։ Հա, բայց չես կարա էլի ուղղակի սենց անցնես ու ասես ինչ չէր, ոչ մի բան չեղավ, դες չի կարա էլի, ես կարծում եմ, որ հաստատ ինչ որ բան կքաղես էլի այդ Եթե հասել ես, եթե քեզ տրվել է, որ դու հասնես նրան, որ այդ մասնակցես, ուրեմն քեզ տրված է նաև ինչ որ ունեցել եմ մասնակիցներ, ում հեռացրել եմ։ Չգիտեմ, Լուսինեն կհիշի թե չէ, 2 տարի առաջ էր, մենք ունենք 2 խումբ ինքնաճանաչման, ու ես ունեցել եմ մասնակիցներ, ում հենց առաջին շաբաթում ես խմբից դուրս եմ հանել, ասել եմ, որ ես էլ գումարը հետ եմ վերադասում, խնդրում եմ էլի մասնակցեք, լավ։ Պատկերացնում ես, այդպիսի դեպքեր էլ փոփոխության, այսինքն կան մարդիկ, ովքեր որ դեռ մանկական ինչ-որ պոզիցիաների մեջ են լինում։ Այդ ինպես Ունեցել եմ իրական։ Փոխվի իմ համար։ Հա, այդքան էլ անուն բան այդպես չեմ հիշում, որտեղ մի շաբաթ էր ու երբ որ ես հասկացա, որ այս մարդիկ ուղակի մտել են ու բա ոչ մի բան չեն անում։ Այ բարձր գումարը ինձ պետք չի վերցրեք, գնացեք, որ ոչ մի բան չեք անում։ Ինչի՞ համար եք ժամանակ փոխել։ Եվս մեկ անգամ հավատացում եմ, որ դու էսենց մարդ ես էլի, որ չես ասում հանդելով գումարը էլի ումա վնաս ավել գումարը թող անցնի։ Տես, ես միշտ այդ բացատրում եմ, որովհետև այդտեղից ինձ էներգիա է գնում, հասկանում ես, որ մարդը եկել է ոչ մի բան չի անում։ Ես դրանից ոչ մի բան չեմ ստանում։
Իսկ ինձ պետք է որ գա ինքը։ Գիտես, Ինչի համար ես դեր գալի համ քո ժամանակն ես վատում, համ իմ ժամանակը։ Իրականում այդտեղից ես ավելի շատ էներգիա եմ։ Ես ավելի լավ կես ժամ քեզ ինչ որ բան բացատրեմ, քան թե դու գաս, ես հասկանամ, որ դու նստել ես, ոչ ուզում ես աճես, ոչ հարց ունես, ոչ մի բան։ Դե գիտես մարդիկա որ գալիս են գոք, հետո որ ասեն տես իրա մոտ է գնացի, ինքն է ինչ չօգնեց։ Իրան գալիս են հենց այդ մտքով էլի, որ ինչ երևի վերջում էդ են ասելու։ Մեկա չես օգնելու։ Հա։ Դե գամ որ ասեմ, էս էլ արեցի, օրինակ sense աղջիկս բարի տեղը, տենց մի հատ ծնող կա, որ sense այդ միջանցքում խոսում ենք, երեխես ասում է շատ վատ վարք ունի։ Սա խոկեբանների մոտ այլեմ, ոչ մեկ չօգնեց։ Այսինքն ինքը տանում որ ասի, այս մեկն է չօգնեց, ինքը ոչ մի բան չի ակնկալում մտել։ Հստեղ է մի հատ պրոստը տանեմ։ Հա, ու sense այս Հայաստանի լրիվ հայտնի հոգեբաններս, տես իրա մոտ եմ նույնիսկ տարեշի օգնեմ։ Ու տենց, բայց ինքը խելքից լրիվ հիվանդ եմ, որ իր երեխուն չգիտեմ էլի, այդ Աստված պետք է օգներ, որ իրանից ասավեր։ Խոսքով տենց մարդիկ կան, իրանց հնարավոր չի օգնել։ Բոլորը տեղ ունեն այս կյանքում։ Բոլորը պետքա լինեն մեր համար, որ մենք ինչ-որ բան սովորենք, որ մենք ինչ-որ բան իմանանք եւ այլն եւ այլն։ Այո։ Շնորհակալ եմ քեզ, որ միացար։ Շնորհակալ սիրելիս, Կա ինչ-որ հարց, որը կուզենաս թեկուզ, եթե դու չես կարող մեզ լսել, բայց ես կարող եմ այդ հարցի մասին խոսել հիմա։ Երևի չէ, մյուսներին կօգնի։ Մյուսներին կօգնի։ Ես եմ, չէ, այս պահին։ Շատ լավ։ Չմտաբերեցին, այնքան ես դու ինձ փոխել Գոհար ջան, որ տենց լրինց բան եմ էլի։ Սիրելիս, ես քեզ գրկում եմ, ես քեզ միշտ ու միշտ շնորհակալ եմ, ու շատ կուզենայի, որ գայ Հայաստան ու գրքի շնորհանդեսին կողքին լինեիր։ Բայց եթե չնես, ես քեզ ուղիղով կմիացնեմ, դու ինձանից չես կծնի։ Ես իմ գրքի շնորհանդեսին չեմ եղել։ Գիտեմ։ Ես քեզ կմիացնեմ եւ դու ունես նվեր կողմից գիրք, որ կարդաս քո մասին կողքից։ Իշի աչքերով։ Օй, ինձ շատ հետաքրքիր կլինի քո գիրքը կարդալ, ես մտածում եմ առաջին գնողներից ես կլինեմ։ Չէ, դու գնող մի եղի, հա, արի։ Ես վստահ եմ, որ այնտեղ այնուամենայնիվ ես էլի լիքը բաներ կսովորեմ հաստատ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Վստահ եմ շատ հետաքրքիր հարցեր բարձրաձայնած կլինես այնուամենայնիվ։ Հա, հենց ծննդաբերական դեպրեսիայի մասին է դա ասեցի։ Ու շատ կարևոր հարցեր է, որ կանայք միշտ ինձ ասում են, երբ ոնց որ կոնսուլտացիայի են կամ ինչ, ու այն խնդիրները, որ ունեն բոլորը, ու ունեցել եմ նաև ես, այս նրանց մասին է, ու ինձ թվում է այն կանայք շատ հետաքրքիր է կարդալ պարզ լեզվով։ Հենց պարզ է, գրքային տենց ես չունեմ տենց գրքային գրելու կրթություն, այսպես ասած, ու տենց շատ գրքային չէր ստացվի, ուղղակի պարզ բառերով գրելու մեջ շատ կարևոր է, երբ որ դու քո գրելու մեջ կարևորը, եթե մենք չենք գրում ինչ-որ պատմություն, հա, ինչ-որ, չգիտեմ, վեբ չենք գրում եւ այլն, շատ կարևոր է գրքի մեջ, երբ որ դու գրում ես պարզ լեզվով, հա, պարզ բացատրում ես, այդ շատ կարևոր է։ Համենայն դեպս ինձ միշտ դրա մասին ասում են, թե դու ես ինչքան պարզ լեզվով եմ բացատրում։ Այո։ Եվ այլն, ու որպեսզի ավելի շատ մարդկանց հասանելի լինի։ Ու դա որ երբ որ գիտեն որ հենց իմ կյանքն է, էս էլ է կարևոր, որ ուղղակի ինչ որ sense ասում ես sense հարակյանքդ կփոխվի, մարդիկ չեն հասկանում, բայց երբ որ sense քայլ գնում են իմ տանջանքների հետ, sense զուգահեռ գնում են ու տեղ գտնում են իրանց, վա ես էլ այդ շրջանում sense գում, վա ես էլ sense մտածում ու որ վերջում կա մի հատ sense ֆանտաստիկ ավարտ, այդ շատ ուժ է տալի, որ մարդիկ հասկանան, որ կարողացել եմ ես, կարող են նաև իրանք, ու հենց գրքիս անունը այդպես է, դու մենակ չես, ու հենց դրան ուզում եմ ասեմ, որ կանայք երբեք մենակ չեն, ու ցանկացած դժվարության մեջով կարան անցնեն ու ուժեղանան։ Այսպես։ Ես փշակավեց։ Հաջողություններ եմ ցանկանում քո գրքին։ Շնորհակալ եմ, սիրելիս։ Շատ լավ։ Դե քեզ լավ օր։ Ես շատ ուրախ եմ, որ ինչ թեմա
բաներ տվեցիր, այնուամենայնիվ գուցե սենց անգիտակցաբար, բայց դու իհարկե գիտեք, միշտ ես հան պատրաստից եմ այդ եթերները անցկացնում, չնայած որ նախորոք նշում եմ, բայց ես երբեք չեմ որոշում, թե այսօր ինչի մասին եմ խոսալու։ Եվ հեսա Տաթևը տվեց, թե ինչի մասին որ պետքա ես այսօր խոսամ։ Շնորհակալ եմ։ Դուստանակ, ես գրկում եմ քեզ լավ ուղղներ մարդում։ Ես կլսեմ, բայց չեմ դուրս գալիս։ Հաջողություն։ Հաջողություն։ Տաթևը շատ կարևոր թեմա բարձրացրեց այսօր։ Մի րոպե, հիմա ես փորձեմ հասկանամ։ Տաթև ես չգիտեմ ոնց պետքա Տաթևին հիմա դուրս հանենք։ Ահա, այսպես, Տաթև ջան, հաջողություն քեզ։ Շատ լավ։ Տեսեք, Տաթևը շատ հետաքրքիր թեմաներ բարձրացրեց, որի մասին ես ուզում եի խոսել, ու երեք հենց դրա մասին հոլովակն էինք պատրաստում, բայց դեռ չի հոլովակը կիսապատրաստ է, բայց մի քանի օրից է նոր լինելու, հա, էջում։ Շատ-շատերդ գիտեք, որ ես ունեցել եմ իմ աղջիկ ուներ մաշկային խնդիր, ատոպիկ դերմատիտ, ու ես հենց հիմա, քանի որ այս մասին խոսում եմ, ես ուզում եմ իմ Telegram-ում, բոլորդ խնդրում եմ մտեք, հիմա հենց հիմա դուք կարող եք նայել իմ Telegram-ում, այս սարսափազդու տեսարանը, չգիտեմ ինչքանով որ ինքը հենց, ես խնդրում եմ հիմա տեսեք այդ 2022-ի, հա, հենց հիմա կարող եք նայել 2022-ի դեկտեմբերի 24-ի պատմությունն է, մի հատ նայեք աղջկաս ձեռքը ինչ վիճակի ա եղել, սրանից 3 տարի առաջ։ Այս տեսարանը ուղղակի ամեն մեկը նայելով կմտածի, ու մենակ այդ մարմնի այդ հատվածը չէր, հա, նաև մեջքներ ամբողջ քորում արունոտում, նաև այն մյուս ձեռքը, նաև ոտքի հետևները, ու ես 3 պատահաբար, երբ որ այդ հոլովակը պատրաստում էի, օգնականս խնդրեց նկար ուղարկեմ, ու ես նկարների մեջից այս մեկը գտա, որ միշտ ուրիշ նկարներ եմ օգտագործել, բայց այս մեկը իմ համար, չգիտեմ, երևի սենց միշտ չեմ ուզեցել նայեմ, բայց երեքը պատրաստ էի դրան, այս մի նկարը գտա։ Ընկերներ, ու երկար ժամանակ ես օգտագործել եմ միայն կրեմներ, աղջկաս մաշկը բարելավելու համար, որովհետև էդ էին ասում։ Ու վերջին անգամ, երբ որ ես այստեղ Գերմանիայում բժշկի մոտ էի, ինքը ասեց, որ այսպես մաշկն է, հա, դու պետքա իրան ամբողջ կյանքում միայն կրեմներ օգտագործես։ Ես ասեցի, չէ։ Այդ իմ համար չի, ես չեմ ուզում ամբողջ կյանքում երեխուն կրեմներ օգտագործեմ։ Ու այդ եղավ վերջինը, ես եկա տուն ու որոշեցի, որ ոչ մի կրեմ չեմ օգտագործելու, ու ոչ մի բան չեմ անելու։ Ահա, այստեղ մի քիչ խառնվեց։ Մի խոսքով որոշեցի, որ ոչ մի կրեմ չեմ օգտագործելու ու միայն աշխատելու եմ ինքս ինձ հետ։ Այդ ժամանակ ես հոգեսոմատիկան արդեն սովորում էի, բայց իրականում իմ մտքով չէր անցել երբևէ, որ չէի հասել այն կետին, որ հասկանայի, որ ես հիմա արդեն կարամ իմ հետ աշխատեմ ու այս խնդիրները լուծեմ։ Մի խոսքով, այդ եղավ իմ մոտ սթափեցնող, ու ես սկսեցի արդեն իմ կոլեգաների հետ, ում հետ մենք միասին հոգեսոմատիկա էինք սովորում, արդեն աշխատել այն բոլոր կետերի հետ, որոնք կարող են պատճառ դառնալ իմ երեխայի խնդրի հետ։ Որովհետև ինչպես գիտեք, մինչև 5 տարեկանը 100%-ով երեխաները գտնում են ծնող մամայի էներգետիկ դաշտում, այսինքն մաման ինչ զգում է, ինքն է զգում։ Ամեն ինչ ինքը վերցնում է եւ այլն եւ այլն։ Իսկ արդեն 5 տարեկանից հետո այդ տոկոսները քիչ-քիչ քչանում են։ Կարա լինի ինքը 60%, 70%, կախված երեխայից, հա։ Էդ էլ է շատ կարևոր։ Ու այսպես տոկոսները քչանում են։ Իսկ իմ երեխան այդ ժամանակ չկար 5 տարեկան, 2, 3 եւ այլն։ Հա, ու այդ աշխատանքները ամեն անգամ, ամեն զգացողությունները քանդելիս, իսկ այդ թերապիաներ են, հա, որոնք գուցե 1 ժամ, 2 ժամ, կախված թե ինչի հետ է այդ օրը մասնագետը օգնականս աշխատում ինձ հետ։ Իհարկե, բացի այդ աշխատանքներից նաև
պրակտիկաներ, որոնց միջով ես անցել եմ ու այդ պրակտիկաները իմ միջով անցկացնելով ստեղծել եմ նաև դրանց հայերեն տարբերակները, որոնց հետ մյուս մարդիկ են աշխատում արդեն իմ ինքնաճանաչում ծրագրի շրջանակներում, տալիս եմ այդ պրակտիկաները, որպեսզի ծնողները աշխատեն իրենց երեխաների զգացողությունների հետ։ Ես ունեցել եմ այցելուներ արդեն, ովքեր եկել են երեխաների խնդրով, տարիքով ասենք շատ մեծ, մինչև 40 տարեկան, ով եկել է, որ իր երեխան ունի տարբեր անհանգստություններ, վախեր եւ այլն, մեծ երեխա է արդեն 15 տարեկան, բայց այդ ընթացքում մամային բացատրելով, որ սիրելի ծնող, դու ինքդ պետք է նաեւ քո հետ աշխատես, իմ մոտ այդպես է, երբ որ դու գալիս ես մեկ թերապիա, քո երեխայի համար թերապիայի, դու ինքդ ես քո հետ աշխատում, երբ որ դժվարությամբ, երբեմն եղել է դժվարությամբ, որ ես հասցրել եմ այդ մեսիջը իրանց, բայց այդ աշխատանքները, եթե ես օրինակ կազմում եմ իրանց համար 8 հանդիպում, որ ամբողջությամբ այս մի բանի հետ ենք աշխատում եւ այլն, եղել է, որ մենք ավելի շուտ ենք արդյունքի հասել, քան նախատեսված էր։ Եղել են այդպիսի շատ դեպքեր, երբ որ մաման ու երեխան միահամուռ, միատեղ, միասին աշխատանքով երեխայի մոտ արդյունքները շատ արագ են գրանցվել, քան որ ես օրինակ կարող եի պատկերացնել ու իրենք էլ կարող էին պատկերացնել, որովհետև այստեղ միայն իմ աշխատանքը չի, այստեղ նաև աշխատանքն է մարդու, թե ինչքանով է ինքը պատրաստ իր արդյունքը ունենալու եւ այլն։ Իմ երեխայի մարմինը, ես երեք այն մյուս, հիմա եթե դուք տեսաք այս պատկերը, հիմա ես այս երեկվա նկար եմ ես ձեզ ուղարկում, հենց նկարը արել եմ տատիկ հենց տանը, հիմա դուք նայեք նաև այն մյուս նկարը, որը ամբողջությամբ իր մաքուր թևն է երևում, չգիտեմ, իրականում ահա որ ինձ համար եղել է այդ ժամանակահատվածը շատ ծանր ժամանակահատված, Գերմանիայում դժվարություններ, ընտանեկան, անձնական կյանքում դժվարություններ, տարբեր խնդիրներ, տարբեր ներքին վախեր, անհանգստություններ, երրորդ երեխայի այդ դժվարությունները ու մի աշխարհ բաներ, որոնցով ես իմ արդյունքները ստացել եմ, այդ արդյունքներին մենք հասել ենք, որովհետև ես աշխատել եմ ինքս ինձ հետ, որովհետև ես թույլ եմ տվել իմ գոլեգաներին, որ օգնեն ինձ գտնել այդ ներքին խնդիրները, որոնք ինձ խանգարում էին, ինձ սահմանը փակում էին ու այդ լիքը վախերի պատճառ էին հանդիսանում։ Ու մենք ունենք այն արդյունքը, որը ունենք։ Ու այդ ընթացքում ու մինչև այսօր ես չեմ օգտագործել ոչ մի տեսակի կրեմներ։ Ու երբ որ հանկարծ ես տեսնում եմ, որ երեխան սկսում է նորից ինչ-որ հանկարծ ձեռք տալ այդ հատվածներին եւ այլն, կամ փորձում է ինչ-որ քորել, ես արդեն հասկանում եմ, որ այստեղ մի րոպե հլը հասկանամ ինչ վիճակ է իմ կյանքում։ Ինչ վիճակ է իմ կյանքում, այստեղ ինչ-որ բան է ինքը ինձ ցույց տալի։ Ու միշտ մեր երեխաները, կապ չունի որ տարիքում են, կապ չունի ինչ իրավիճակում են, իրանք եկել են մեզ ինչ-որ բան ցույց տալու, ինչ-որ բան սովորեցնելու։ Եթե մենք մի փոքր խելացի ենք լինում, մենք վերցնում ենք իրանցից բոլոր բաները, որոնք իրանք մեզ ցույց են տալիս ու գնում ենք առաջ ու մեր կյանքը ավելի ուրախ ու գիտակից ենք ապրում։ Իսկ մենք կարող ենք լինել 50 տարեկան, 40 տարեկան, 60 տարեկան, բայց չլինել ու չունենալ ու չապրել գիտակից կյանք։ Այդ ես ձեզ վստահեցնում եմ, ընդհանրապես կապ չունի, որ տարիքն է, դուք կարող եք սկսել 0-ից։ Դուք կարող եք սկսել ու հասնել ձեր պատկերացրած կետին։ Համենայն դեպս, դուք ոչինչ չեք կորցնի, եթե սկսեք 60-ում, ոչինչ չեք կորցնի, եթե դուք սկսեք 50-ում, ձեր երազանքների, ձեր ցանկությունների ուղղությամբ շարժվել։ Ոչ մի բան, ոչինչ դուք չեք կորցնի։ Դրա համար ավելի լավ է սկսել, քան թե մահվան մահճում լինել ու մտածել, որ ես չարեցի ինչ-որ
ինչ որ ուզում էի։ Շատ մի հատ հավես միտք եմ կարդացել, որ ասում է մահվան մահճում ոչ մեկ չի մտածում, թե ինքը ինչեր ստեղծեց, հա, ինչքան գումար ունի եւ այլն, բայց մարդը մտածում է այդ մահճում, թե ինչ չարեց, ինչ չներդրեց իր վրա։ Դրա համար ես այս մտքերը ուղղակի մտքեր չեն, չգիտեմ ում մոտ ոնց, բայց ամեն անգամ այս մտքերը կարդալով ես միշտ մի հատ դրական բան եմ սովորել ու սկսել եմ գործել։ Կան մարդիկ, ես վստահ եմ, որ իրանք կկարդան այդ մտքերը ու կանցնեն առաջ։ Ոչ մի բան, ուղղակի միտքեր բաներ գրած, կարդացի, գնաց, ոնց որ ասենք գնում են խանութ, այդ ցուցակն է, հա։ Իմ մոտ այդպես չի եղել, դրա համար ես այսօր շատ ուրախ եմ, որ ինչքան էլ որ ինձ դժվարություններ ա բաժին հասել այս կյանքում, ես դրանք այնուամենայնիվ սպասվածից շատ արագ կարողացել եմ բաց թողնել ու գնալ առաջ։ Ես բաժանվել եմ, ես արդեն ապրում եմ 1 տարի մենակ ու չնայած որ ես մտածում եմ, որ այդ դժվարություններն էլ ես գուցե երկար ժամանակ չկարողանամ հաղթահարել, բայց ի շնորհիվ իմ գիտելիքների, ի շնորհիվ իմ գոլեգաների, որոնց այդ ընթացքում մեկ անգամ մեկին, 2 անգամ մյուսին դիմել եմ, հա, որովհետև ձեզ էլի կարող եմ ասել, որ հոգեբանի եւ հոգեսոմատի աշխատանքները տարբերվում են, ու երբեմն դու գուցե կարիք ունենաս նաեւ որ ուղղակի լինես հոգեբանի մոտ։ Եթե իհարկե արդեն դու լուծել ես լիքը խնդիրներ քո մեջ, ունեցել ես թերապիաներ, որովհետև հոգեբանի մոտ դու թերապիաներ չես ունենում, իսկ հոգեսոմատի հետ դու ունենում ես իսկապես արժեքավոր ժամեր, հա, որտեղ դու քո մասին շատ բաներ ես իմանում, հաղթահարում ես այդ խնդիրները, ոչ միայն խոսում ես ու վեր ես հանում, այլ նաև լուծում ես դրանք ենթագիտակցական մակարդակում, իսկ այդ շատ կարևոր է։ Մեդիտացիա պրակտիկաները, որոնցից ես ունեմ մոտ 100-ից ավելի, հա, դեռ ունեմ որոշները, որոնք լույս չեն տեսել, առաջ Աստված ինչ որ այս տարվա մեջ պլանավորում եմ մյուս մասերն էլ նորերը ստեղծել, նորերը լույս հանել եւ այլն, բայց այդ պրակտիկաների շնորհիվ դուք կարող եք լիքը խնդիրների մասին ուղղակի մոռանալ ու գնալ առաջ։ Նույնպիսի պրակտիկաներ, որոնք դուք տեսաք, հա, կան նաեւ իմ երեխայի արդյունքը տեսակ, իմ արդյունքը, հա, այդ իմ արդյունքն է, հա, ես 100%-ով ես եմ այդ ամեն ինչին հասել, ես եմ իմ հետ աշխատանքի ընթացքում հասել եւ այլն։ Ու ես մտածում եմ այն ինչ որ մեր հետ կատարվում է, ունի իր պատճառները, ունի իր արմատները, իմ հետ կատարվեց, որովհետեւ առաջին ես նախ ունեի լիքը խնդիրներ, որոնք պետքա բաց թողնեի, լիքը վախեր, որոնցից պետքա ազատվեի, որպեսզի ես հիմա որ sense հանգիստ կարողանայի առաջ գնալ։ Ու երկրորդը այն է, որ ես պետքա այդ ամեն ինչի մասին խոսեի, պատմեի ու ձեզ հասանելի դարձնեի այդ ինֆորմացիան։ Ու իմ մասնագիտությունը իմ համար այնքանով է, միակ դժվարությունը իմ մասնագիտության մեջ այնքանով է, որ երբեմն ես մտածում եմ, որ լավ, եթե ես մասնագետ չլինեի, գուցե այս խնդիրները ես չունենայի, որպեսզի դրանք հաղթահարեի։ Նույնպիսին այդ բաժանության ժամանակահատվածներ, որտեղ ես ամբողջությամբ ունենում էի մարդիկ, ովքեր հենց իմ խնդիրները ունեին, հենց այն նույն խնդիրները, որոնց ես էի բախվել։ Կանայք, ովքեր ես ունեմ այդ խնդիրը, ես այդ խնդրի մեջ նստած եմ, բայց այնուամենայնիվ մենք տարբերվում ենք իրարից, որովհետև ես ունեմ գիտելիքներ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ չունեն գիտելիքներ, իրանց կորցրած, իրանց ինքնագնահատականը, չգիտեմ, այն մաքսիմալ ավելի ցածր եկել էին ինձ մոտ։ Հա, իսկ ես նստած եմ հանգիստ ու փորձում եմ հասկանալ, թե ինչպես, որ ուղղությամբ շարժվեմ, որտեղից սկսեմ, ոնց է լինելու իմ հետագա կյանքը, պլաններ կազմեմ, այնուամենայնիվ փորձեմ այդ ընթացքում նաև աշխատել եւ այլն։
Այ հիմա, երբ որ մի քանի օրից մեկնարկելու է ինքնաճանաչում ծրագիրը, դեռևս ձևավորվում է խումբը, որովհետև յուրաքանչյուրի հետ անհատական հանդիպում եմ անցկացնում, որպեսզի հասկանամ ինքը ինչքանով եւ որքանով է համապատասխան ծրագրին։ Արդյոք ինքը ունի իսկապես նպատակներ, թե գալու է ու ժամանակ սպանի իմ ծրագրի շրջանակներում, որը ես չեմ ուզում։ Ինձ շատ կարևոր է, որ մարդիկ գան ու գան ինչ-որ մի բանի համար իմ ծրագիր, որովհետև այդ նաև իմ ռեպուտացիան է, ինչու ոչ։ Եթե չեն գալիս ինչ-որ խնդրով, պարզա, որ իրանք չեն էլ հասկանա, թե այնտեղ ինչ է։ Մարդիկ ինչպիսին տաթևն են, մարդիկ ինչպիսին, չգիտեմ, շատ մարդիկ ունեմ, ովքեր որ իրականում ունեն նպատակներ ու չեն բերում իրանց համար բարի մտքեր, որ հա, դե լավ, ես էս էլ անեմ ու չստացվի, հա։ Մարդիկ ովքեր ամեն կերպ ձգտում են։ Իհարկե այդ ժամանակահատվածը բոլորիս համար տարբեր է, եթե դուք մասնակցել եք ու, չգիտեմ, այսքան եք տեղաշարժ զգում ու տեսնում եք, վայ, այն մեկը այսքանին հասավ, ընկերներ, այդ նորմալ է, որովհետև մենք տարբեր մարդիկ ենք, որովհետև մենք տարբեր նպատակներ ունենք, որովհետև մենք տարբեր ընտանիքներում ենք աճել, որովհետև մենք տարբեր, չգիտեմ, կամքի ուժ ունենք եւ այլն եւ այլն։ Մենք ունենք ժամանակ, որը տնօրեն ենք, մեկը աշխատում է, մեկը չի աշխատում, մեկը ուրիշ խնդիրներ էլ ունի կողքից, դրա համար մենք երբեք մեզ չենք համեմատում ուրիշների հետ, որովհետեւ այդ կերպ ուղղակի վատ է լինելու ավելի ամեն ինչ։ Դուք նայում եք, վայ, նախորդ տարի ես այսքան էի, հիմա այս տարի այսքան եմ։ Ու ինչ պլաններ ունեմ հաջորդ տարվա համար։ Էդ է կարևորը։ Ոչ թե վայ, ես մասնակցեցի, տես այն մեկը հասավ, ես ինչ բանի, ես չհասա, բա ոնց եղավ, բա ինչ եղավ եւ այլն եւ այլն։ Չէ, այդպես չի աշխատում, այդպես չի աշխատելու երբեք։ Դուք գալիս եք ու անում եք այն, ինչ որ ձեզ է ձեր համար է, դուք ունենում եք ձեր նպատակները, դուք հասկանում եք, ես իմ նպատակների ուղղությամբ եմ շարժվում։ Ինչ պետք անեմ դրա համար։ Մաքսիմալ հարցեր եք տալիս, մաքսիմալ կպնում եք գործի, որ դուք ստանաք այն, ինչ որ պետքա ստանայիք։ Այսպես, ես ուզում եմ լսեմ հարցեր, ես ուզում եմ հասկանամ, ինչ անհանգստություններ դուք ունեք ու ինչով կարող եմ ես հիմա ուղիղ եթերում ձեզ օգտակար լինել։ Եթե կան հարցեր, կարող եք գրել կամ բարձրաձայնել, կամ ինձ հիմա ձեռք բարձրացնել ու ես կմիացնեմ ձեզ հիմա հասկանամ, մենք իհարկե մանրակրկիտ համոզում էինք, որ աշխատեի, մինչև որոշում կայացրեցիր։ Մի հատ հասկանամ, ես ովքեր են գրել, բարև ձեզ, չեմ կարողանում միանալ եթերին։ Այս մարդկանցից ունեմ, ես հիմա այստեղ հա, մեկ էլ մանկապարտեզն է, որ հիվանդ գրել են երեխեքը։ Չեմ կարողանում, Լուսինե ջան, ինձ գրել էին, որ չեն կարողանում միանալ եթերին։ Չհասկացա իրականում ով էր, կարծես թե ոնց չեն կարողանում միանալ։ Մի հատ գրել եմ իրան, օքեյ, շատ լավ, որ կարևորը, որ գրել ես։ Ահա, մենք փորձում ենք մաքսիմալ այն մարդկանց, ովքեր որ եղել են եթերներին։ Ուրեմն 3 հարց էի ստացել, այստեղ կա այդ մասնակիցը, չեմ տալիս անունը, եթե ինքը կուզի նախ վերցնի, միանա։ Ուրեմն 3 հարց էի ստացել, որ կլիմաքսի մասին, հա, որ կլիմաքսը սկսվել է վաղաժամ, ու ինչ անեմ, որ ես ինձ լավ զգամ, ինչ անեմ, որ ես ինձ զգամ էներգիայով լի, ես ինձ չեմ հավանում, ես ինձ դուր չեմ գալիս, եւ այլն եւ այլն։ Տեսեք, ուրեմն կա այսպիսի մի ինչու ենք մենք ինքներս որոշել, որ այդ վաղաժամը, հա, քանի որ երբ որ ես կարդում եմ, ինքը չի համարվում այդ տարիքը, օրինակ 43-ը չի համարվում ինքը վաղաժամ, որովհետև ինքը այդ ֆորմայի մեջ է, հա, ասենք եթե 37-ում լիներ, կլիներ վաղաժամ կլիմաքսը, բայց 43-ը ինքը ոնց որ այդ տարիքն է, էլի, հասկանում եք, ինքը մի փոքր եթե 1 տարի եւ այլն ինքը մի քիչ է,
ոչ մի խնդիր չկա դրա մեջ։ Այստեղ խնդիրը այն է, իմ սիրելի մասնակից, որ դու ինքնուրույն արդեն որոշել ես, որ ինքը վաղաժամ է, ու այդ ամեն ինչի դու սկսել ես քեզ արդեն վատ զգալ ու քեզ տրամադրել, որ ինքը վաղաժամ է, ու սկսել ես քեզ մտածել, որ դու ծերացել ես եւ այլն։ Տեսեք, այստեղ գիտես ինչն է հարցը։ Գուցե դու քո մեջ չես ընդունել, որ ինչ որ ժամանակ դու ծերանալու ես, մեծանալու ես, հա, դու մեծանում ես, մենք այսպես թե այնպես մեծանալու ենք։ Այստեղ իմ կարծիքով խորքային խնդիրը այն է, որ այս երկրորդ շերտն է, որ դու չես ընդունում, որ դու մեծանալու ես, ու վերջին շերտը, որը կարծում եմ այս խնդիրներից մեկն է, որ դու ինչ որ ժամանակ չես լինելու։ Լավ, այդ մեր գլխավոր խնդիրն է, որը մենք, տեսեք, այս սարսափելի բան է իրականում, հա, երբ որ մենք մտածում ենք, որ մենք ինչ որ ժամանակ չենք լինել։ Այս խնդրի հետ եւ ես որպես մասնագետ պետք է աշխատեի, որպեսզի ես ստանայի այն որակավորումը, որը ստացել եմ, հա, հիմա։ Ես պետք է անցնեի այս ամեն ինչի միջով, դրա համար ես ձեզ հիմա բացատրում եմ, որովհետեւ տեսեք, կապ չունի մենք մասնագետ ենք, թե ինչ ենք, այդ թեորիայի գիտը, թեորիան մենք սովորում ենք, պլյուս դրան պրակտիկա։ Ու իրականում ամենասկզբում ես արդեն այդ ամեն ինչի մասին մտածել էի, երբ որ հոգեսոմատիկային հասել էի այդ process-ին։ Ես արդեն ինքս այդ ինչպես Տաթևն ասում փնտրտուքների ճանապարհին էի, նոր գտա հոգեսոմատիկան, որ գոյություն ունի այսպիսի մի գիտություն, այսպիսի մի, չգիտեմ, ոլորտ, հա, որը կոչվում է հոգեսոմատիկա։ Ես այդտեղ արդեն հասել էի այդ փուլին, ու գլխավոր բանը, որը իրականում շատ դժվար է, որ մենք հասկանանք, հա, հիմա ես ձեզ որ բոլորիդ ասեմ, այսպես ձեր հետ անցկացնում եմ էլի առանձին պրակտիկա, թերապիա, որ դուք ընկերներ ինչ որ ժամանակ, չգիտեմ ինչքան ժամանակ հետո, բայց չեք լինելու։ Դուք չեք լինելու։ Հիմա ամեն մեկը ձեր մարմնի տարբեր հատվածներում ինչ որ զգացողություններ եք ունենալու։ Իսկ այդ զգացողությունների հետ կարելի է աշխատել ու պետք է աշխատել։ Առաջարկում եմ գնալ հիմա երբ որ մենք վերջացնենք, մենք կվերջացնենք եթերը, դուք կգնաք իմ Telegram-յան, իմ Instagram-յան էջ ու այնտեղ կանեք փին արված պրակտիկան այս զգացողությունների հետ։ Հիմա ես ձեզ կասեմ, տեսեք, հիմա ես ձեզ ուղղորդում եմ, ես ձեզ ամեն ինչ չեմ տալիս, որովհետև նախ իմ ժամանակն էլ է սահմանափակ, հետո դուք ինքնուրույն երբ որ այդ ամեն ինչը անեք, եւ ինձ էլ ամեն ինչ չեն տվել ընկերներ։ Ես էլ գնացել եմ, բավականին գումար եմ վճարել, էլ եմ ասում, չգիտեմ, թող այսպես ուրճացում չլինի, բայց իմ վերջին դասընթացի համար ես վճարել եմ մոտավորապես վերջիններ իրականում այդ, ու մինչև այսօր ես էլ նոր բան չեմ գնել, որովհետև այնքան գիտելիքներ ես ստացա այդտեղ։ Ես վերջին դասընթացի համար վճարել եմ 2000, մոտ չէ, ուղիղ 2500 եվրո։ Ես եղել եմ առանձին խմբում, որտեղ կայինք 5-6 մասնակից էինք, թե չեմ սխալվում, ու որոնցից մի քանիսի հետ էլ մինչև այսօր մենք կապը պահպանում ենք, խոսում ենք, տարբեր հարցեր ենք քննարկում եւ այլն։ Ու իմ նախորդ դասընթացներին էլ ինձ առանձին չեն սովորացրել, ինձ տվել են գիտելիքներ, որ գնամ աշխատեմ, ինքնուրույն բացահայտեմ։ Հիմա ինչ եմ ասում, այս զգացողությունները, որը դուք ունեցաք, հա, երբ որ ես ձեզ ասեցի, որ դուք հետևեք, հիմա հետևեք ձեր զգացողություններին, ու ես ձեզ ասում եմ, դուք ինչ որ ժամանակ մահանալու եք, ինչ որ ժամանակ էլ չի լինելու ձեր մարմինը։ Ու ամեն մեկը զգացեք, թե մարմնում այդ անհանգստությունները որտեղ են, ինչի են նման եւ այլն։ Ու հետո երբ որ մենք ավարտենք եթերը, կփորձեմ հիմա արագ ավարտեմ, որ դուք գնաք անեք այդ պրակտիկան։ Երբ որ կավարտեմ եթերը, դուք գնաք ու կանեք իմ Instagram-յան էջի պրակտիկան, Զառա ջան, եթե հարց ունես, գրիր որ հարց ունես, ես քեզ անպայման կմիացնեմ։
կգնաք կանեք այդ պրակտիկան ու դուրս կհանեք մարմնից այդ բոլոր զգացողությունները։ Մի անգամ կանեք, երկու անգամ կանեք, հետո ձեր մոտ այդ շատ արագ կստացվի ու հետո դուք կկարողանաք այդ առաջին օգնությունը ինքներդ ձեզ ցույց տաք։ Երբ որ ես չեմ լինի, հա? Երբ որ, չգիտեմ, դուք հնարավորություն չեք ունենա ինձ դիմելու, երբ որ ինչ որ մի բան կլինի, դուք ինքներդ այդ առաջին օգնությունը կկարողանաք ձեզ ցույց տալ, որպեսզի այդ ինֆոները, հա, որպեսզի հետո այդ խնդիրները չհավաքվեն ու մի հատ մեծ հարց չլինի ձեր մեջ։ Լավ։ Էլ ինչ էի ուզում ասել։ Ահա, Զարան գրում է, հասկանանք ինչա։ Ես հիմա անդրադառնամ այն հարցին, որը եղել էր, երբ որ դուք այդ գլխավոր խնդրից, գլխավոր վախից ազատվեք, որովհետև ինքը այդ վախը եթե շատ մնա, հա, որ ես ինչ-որ ժամանակ մահանալու եմ, այդ վախը, ընկերներ, ես էլի եմ խոսել դրա մասին, վախերը ինչի են գալիս մեր կյանք։ Իրանք գալիս են, որպեսզի մենք իրանց հետ աճենք, որպեսզի մենք իրանց հետ մեծանանք։ Ոչ թե իրանք գալիս են, որ մեզ արգելափակեն, այլ գալիս են, որ մենք իրանց օգտագործենք։ Մի քիչ անդրադառնամ հոգևոր տեսանկյունից, հա, վախերի մասին, ինչքանով որ ես շատ գիտելիքներ չունեմ, միշտ նշում եմ դրա մասին, ինչքանով որ ես գիտեմ, վախը այդ գալիս է սատանայից, որովհետև Աստված ասել է մի վախեցի, հա, մի վախեցիր։ Ես քո հետ եմ։ Ու երբ որ սկսում եք, մտածում եք, որ վախենում եք, ինչ կարող եք անել այդ ընթացքում։ Հասկանալ, որ այդ վախերը չարից են ու սկսեք այդ ընթացքում աղոթել։ Շատ ա եղել, երբ որ ես մթության մեջ քայլել եմ, վախեցել եմ, բայց աղոթել եմ այդ ընթացքում ու հասկացել եմ, որ աղոթել եմ ու մոռացել եմ, որ ես վախենում էի։ Տեսեք ինչի մասին եմ խոսում, որովհետև մենք ինքնուրույն կարող ենք այդ ամեն ինչը հաղթահարել։ Մենք ինքնուրույն կարող ենք այդ բարձրությունից վախը հաղթահարել։ Մենք լիքը բաներ էստեղով, հասկանալով այդ ինչից է, հասկանալով արմատը, հասկանալով որտեղից է գալիս։ Եթե մտածենք, որ չարը ուզում է հաղթի, հա, ու ինքը այդպես կռվում է լույսի դեմ, խավարը կռվում է լույսի դեմ, ու մենք այստեղով կարողանում ենք ընդամենը մի հատ աղոթելով հաղթել դրան։ Այս ոնց որ կողքից էլ, հա, գիտեմ մարդիկ, որ կան գուցե չեն հավատում, գուցե իրանց համար այդ գուցե աթեիստ են, գուցե չգիտեմ տարբեր հարցեր եւ այլն, բայց մարդիկ էլ կան, որ իսկապես հավատում են, իսկապես առաջ չեն, չգիտեմ, այս տարբերությունը, հա, ու այդ էլ կա, որպես տարբերակ կարող եք օգտագործել։ Երկրորդ բանը, երբ որ այդ գլխավոր վախից, մահի վախից դուք ազատվեք, վախը գալիս է, որ մեզ մոտիվացնի, որ մենք առաջ գնանք։ Եթե դուք հասկանաք, լավ, այս վախը ունեմ, լավ, ինչ անեմ ես, ոնց ապրեմ իմ կյանքը, եթե ես, չգիտեմ երբ եմ մահանալու, ոնց ապրեմ իմ կյանքը, այ այս հարցը կարող եք տալ ձեզ, հիմա, հենց այսօր, գրեք ձեր մոտ այդ հարցը, ինչպես ապրեմ իմ կյանքը, երբ որ ես հասկանում եմ, որ մահկանացու եմ։ Մարդիկ մի հատ սահմանափակ կյանք ունեն, էդ էլ չեն կարողանում ապրեն մարդավարի, գիտակից, պատկերացնում եք, որ եթե անսահմանափակ լիներ այդ կյանքը անսահմանափակ, երեք իմ աղջիկն է ինձ հարցնում, երևի որ տատիկի տուն էինք գնացել, տատիկին էր տեսել, չգիտեմ եւ այլն, մամա, բա ինչի է որ պետքա մարդիկ մահանան։ Ու ես իրան ասում եմ, բալ, հա, թող ինքը հիմա լացի, բայց ինքը իմանա, որ ինքը մի օր չի լինելու։ Այդ ավելի հեշտ է, քան երբ որ ինքը մեկ էլ դառնում է 20 քանի տարեկան ու մտածում է, մի օր մահանալու եք։
ո՞ս թե, բայց որ շուտ իմանայի կյանքս ուրիշ ձև կապրի, ես հիմա իրանց ասում եմ, հա, մենք ինչ-որ բոլորս էլ մահանալու ենք, ես էլ եմ մահանալու, բալ մի օր դու մենակ ես մնալու, եւ այլն, ես այդ ամեն ինչը հիմիկվանից ասում եմ իրանց, որպեսզի իրանք հասկանան, գուցե իրանք ուզում են այդ կերպ լինել, այլ կերպ շփվել, այլ կերպ խոսել, այլ կերպ, այլ կյանք ունենալ, այլ պահվածք դրսևորել եւ այլն։ Հիմա դուք ամեն մեկը մտածեք, լավ, իմ կյանքը սահմանափակ է ու ինչ պետքա ես անեմ։ Այ իմ կյանքը այդ ժամանակ ոչ մի հոգեբան չկար իմ կողքը, ոչ մեկ չկար։ Ես ունեի միայն իմ դժվարությունները ու մտքեր, որոնք անընդհատ պտտվում էին իմ գլխում։ Լավ, ես ոնց պետքա ապրեմ։ Լավ, ինչ անեմ ես, եթե ես հասկացա, որ ես ինչ-որ օր մահանալու եմ։ Իսկ այդ հասկացա ես 28-ում, 27-28 տարեկանում, որ ինչ-որ օր ես մահանալու եմ։ Ու այդ մտքերն են հենց, որ իմ կյանքը փոխել են։ Ես սկսել եմ ավելի գիտակից ապրել։ Ես մտածել եմ, թե լավ, լավ, երբ որ ես մահանամ, ինչ եմ ես ուզում թողնեմ իմ հետևից։ Ինչ պետքա հիշեն մարդիկ ինձանից։ Ինչ կարող եմ ես ավելի լավ անել իմ կյանքում։ Տեսեք, այս հարցերի պատասխանները ես չեմ կարող ձեզ ասել, գիտես ինչ, Լուսինե ջան, Սաթենիկ ջան, Սուսաննա ջան, այս բաները դուք պետքա անեք։ Ամեն մեկի համար այս տարբեր է։ Ամեն մեկը ինքնուրույն է այդ որոշումը իմանում։ Ես ձեզ չեմ կարող ուշել։ Չեմ կարող։ Ես տալիս եմ ճիշտ հարցեր, ես տալիս եմ ձեր նպատակին համահունչ հարցեր, հա? Երբ որ դուք ասում եք, ես եմ ուզում եւ այլն։ Իսկ ես փորձում եմ օգնել ձեզ հասկանալ, այդ իրականում քո ցանկությունն է։ Եթե այդ իրական քո ցանկությունն է, ինչն է խանգարում, որպեսզի դու հասնես դրան, ինչ գծեր դու ունես քո ներսում, որ կարող ես օգտագործել դրան հասնելու համար, ու նմանատիպ այսպիսի տարբեր կետեր, որոնք հենց դու հասկանում ես, դու ինքնուրույն այդ ամեն ինչը անում ես։ Ես չեմ գալու, ես ոչ մեկի փոխարեն այդ չեմ անելու, ոչ մեկին փոխարեն չի արել այդ ամեն ինչը։ Այստեղ կյանքում ամեն մեկս մեր նպատակների մենք մեր աճի, մեր ամեն ինչի համար ինքներս ենք պատասխանատու։ Ու այդ շատ լավ է։ Ու այդ շատ լավ է։ Այդպես մենք աճելու ենք, այդպես մենք առաջ ենք գնալու, եթե օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները։ Իսկ ես ձեզ հավատացնում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ունի այդ ռեսուրսները իր ներսում։ Շատ լավ, հիմա տեսնենք Զառան ինչ հարցեր գրել։ Ահա, շատ սիրում եմ ձեր կարոտել էի քո եթերներին, ինձ մոտ շատ հիշողություններ բերեց, հիմա հետ նայելով հասկանում ինչքան փոփոխություններ են եղել քո շնորհիվ իմ հոգեվիճակում, իմ կյանքում։ Ինչ շնորհակալ եմ Գոհարժան հարցս բարձրաձայնելու համար, ես էլ եմ նման պահերին աղոթում, բայց շնորհակալ եմ, հիմա մի քիչ էլ կանդրադառնամ քո հարցին, թե ինչպես կարող ես ավելի շատ բաներ անել քեզ համար, բայց մինչև հիմա երբ գումար եմ ծախսում իմ համար, մեղքի զգացողություն եմ ունենում, նույնիսկ այն աստիճան, որ զգում եմ մարմնս մեջ այդ լարվածությունը։ Փորձեցի իմ գիտելիքով աշխատել իմ այդ զգացողության հետ, եկավ պատասխան, որ մեղավոր եմ զգում, որ գումարը չեմ ուղարկում ծնողներիս, այլ իմ վրա եմ ծախսում։ Քո հետ այս հարցի մեր հետ աշխատել ենք, դու կարծում եմ այս պահին դեռևս քո երեխայի դերում չես, հա, դու երեխայի դերում չես, Զառա ջան, դու պետքա գաս քո դեր, դու պետքա գաս աղջկա դեր, իսկ երեխաները պարտավոր չեն ծնողների համար ինչ-որ բաներ անել, ցանկալի է, եթե ունեն, այդ ամեն ինչը դու պետքա անես առատությունից ելնելով, հա, եթե դու առատ ես, ունես բավականաչափ գումար եւ ուզում ես ինչ-որ բան որպես նվեր անել, դու ոչինչ պարտավոր չես։ Հենց զգում ես այդ պահերին, որ այդ մտքերը գալիս է, դու ուղղակի պետքա հասկանաս, որ դրանք ուղղակի մտքեր են, ինչ-որ մեկի մտքերը։ Գուցե քո մամայի մտքերը, գուցե քո պապայի մտքերը, ով ունեցել է նման մտքեր դեպի իր ծնողները եւ այլն։ Այդ ամեն ինչը պետքա ներքին ուժեղությամբ դու կարողանաս հաղթահարել, երբ որ դու ունես բավականաչափ գիտելիքներ։ Մեղքի զգացողությունը արդեն կործանարար բան է ինքը։ Ինչի՞ է քեզ պետք այդ զգացողությունը ունենալ։
ինչ կլինի, եթե դու առանց դրա ապրես։ Նա ես քեզ հարցեր եմ տալիս, որոնց դու կարող ես նստել, մի հատ sense կողքդ մի հատ sense հավես միջավայր ստեղծել, կարող ես դրսում անել, կամ տանը քո անկյունում մոմեր վառես, նստես թուղթ ու գրիչը վերցնես ու պատասխանես այդ հարցերին։ Ինչի համար է ինձ պետք է մեղքի զգացողություն։ Երեխեք, այդ հարցերի պատասխանները մեր ներսում կան։ Մենք շատ արագ կարող ենք իրանց լուծել, վերհանել ու գնալ առաջ։ Մենք շատ արագ կարող ենք այդ ամեն ինչը անել։ Լավ։ Չէ, դու չես կարող իմանալ, որ 100 տարի ապրելու ես։ Այդ նայ, այդ հաղթահարել, հա, դու մտածիր, որ գուցե ես 100 տարի ապրեմ, գուցե 80 ապրեմ, գուցե այսքան ապրեմ, այդ դու չես կարող այդ իմանալ։ Այդ արդեն չեմ կարծում, որ 100%-ով հաղթահարել ես։ Լավ, եթե 100%-ով հաղթահարած լինեիր, մի քիչ պատասխանը այլ կլիներ, որովհետև մենք կարող ենք ուզենալ 100 տարի ապրել։ Ես էլ եմ ուզում 100 տարի ապրել, բայց արդյոք մենք կապրենք այդ, հələ մի հատ արի հասկանանք, այդ մեր ձեռքում է։ Ինչքանով էլ որ մենք ուզում ենք, բայց կան բաներ, որոնք այդքան էլ մեր ձեռքը չի։ Լավ։ Մենք կարող ենք ի սրտե ցանկանալ, մենք պետք է կարողանանք տարբերակել ցանկությունը իրականությունից։ Արի հիմա անդրադառնամ այս ամեն ինչին, պլյուս դու գիտես հոգեվիճակը ինչքանով է ազդում մեր վրա։ Երկրորդ բանը, որ ես այսպես առաջարկում եմ անել, փորձես զարգացնել քո կանացիությունը։ Ինչ կարող ես անել, փորձում ես ավելի շատ ուշադրություն դարձնել քո արտաքին տեսքին, գուցե որոշես քայլել, գուցե սպորտ անես, դու պետք է քեզնով զբաղվես։ Պար, թատրոն, գիրք կարդալ, տարբեր բաներ, որոնք քո կանացի էներգիան կզարգացնեն։ Դեղ խմելով դու չես կարող քո կանացիությունը զարգացնել։ Լավ, սկսում ես քո մարմին պրակտիկաներ մարմնի ընդունման համար եւ այլն, ես ունեմ մի քանիսը, բայց մի երկուսն էլ կա, որ ես շատ եմ ուզում դրանք էլ, իհարկե ունեմ մոտս գրած, պատրաստած, բայց դեռ չեմ ձայնագրել։ Շատ եմ ուզում, գուցե հիմա ինձ շատ մոտիվացնեք, ես այդ ձայնագրեմ։ Վախենում եմ առաջ շարժվել ու պատասխանատվություն վերցնել իմ կյանքի համար, տենց ինձ մենակ եմ զգում։ Երբ որ պատասխանատվություն ես վերցնում քո կյանքի համար, դու քեզ մենակ ես զգում։ Ուրեմն մենակության վախն է, այստեղ որ դու պետք է հասկանաս, որ այսպես թե այնպես դու մենակ ես։ Տեսեք, հիմա ես շատ հեշտ եմ խոսում, քուհոր ջան, ախր այդքան հեշտ ես բացատրում։ Դրան գալիս ենք երեխեք։ Դրան գալիս ենք։ Դրա համար եմ կոչ անում, հիմա այստեղ մարդիկ կան, հիշում եմ, որ ինձ դիմել են ինքնաճանաչում ծրագրի համար, մարդիկ էլ կան, որ արդեն մտածել են, որ մասնակցեն։ Ինքնաճանաչում ծրագրի խումբը դեռ ձևավորվում է, էլի եմ ասում, որ հիմա ես այսպես հանդիպումներ եմ անցկացնում տետ-ա-տետ, որպեսզի հասկանամ ինչքանով է այդ մասնակիցը պատրաստ ծրագրին, ինչքանով է իր հարցը համապատասխանում, ինչքանով ես կարող եմ օգնել։ Ու պլյուս այդ ընթացքում ծրագրի մանրամասները եւ այլն։ Եթե կան ցանկացողներ, կարող եք ինձ գրել կամ պլյուսիկ դնել այստեղ հոլովակի տակ, չգիտեմ, չաթում եւ այլն, ու ես ձեզ հետ կապ կհաստատեմ, կբացատրեմ բոլոր մանրամասները, ինչպես է այդ։ Տեսեք, ծրագրի շրջանակներում մենք ամեն շաբաթ, ինքը տևելու է 45 օր, 6 շաբաթ, հա, ու այդ 6 շաբաթվա ընթացքում մենք ամեն շաբաթ այնքան խորը հարցերի ու թեմաների ենք անդրադառնում, այնքան շերտեր ենք բացում մենք մեր ներսում այդ ընթացքում, այնքան հարցեր եք բարձրաձայնում, այնքան պատասխաններ եք ստանում, այնքան լուծումներ եք գտնում ձեր ներսում, որ էլի եմ ասում, կախված ձեր ցանկությունից, ձեր նպատակներից, թե ինչպես է կառուցված ձեր
ձեր ժամանակից եւ այլն ամեն մեկը գտնում է իր խնդիրներին համապատասխան լուծումներ, ամեն մեկը իր այն բլոկներն է գտնում իր ներսում, ազատվում է, հասնում է իր ցանկություններին եւ այլն եւ այլն։ Այս այն ծրագիրն է, որի համար դուք չեք փոշմանի երբեք, որ այստեղ ներդրում եք կատարել։ Երբեք։ Ես ունեցել եմ մարդիկ, ովքեր շատ սենց դժվարությամբ են, իրականում եղել են մարդիկ, ովքեր դժվարությամբ են գտել այդ գումարը մասնակցել, բայց երբ որ դու հետո նայում ես, ես ունեմ բոլորի կոնտակտները գրեթե, երբ որ դու հետո նայում ես իրանց, չգիտեմ, թե ինչքան են դրանցից հետո բացվել, թե ինչքան բաներ են անում, որոնք, ինչպես Տաթև ասեց, իրենց վախերը հաղթահարելով անում են այս ինչը, այդ ուղղակի հրաշալի է, այսինքն մի անգամ ներդնել ձեր վրա, բայց հաղթահարել լիքը վախեր։ Եկեք մասնակցեք ծրագրին մարդիկ, ովքեր որ սենց 6 շաբաթ կլինեն իմ էներգետիկ դաշտում, իմ հետ միասին կաճեն, իմ հետ միասին իրանց հարցերի պատասխանները կգտնեն ու կգնան առաջ։ Ես սիրով սպասում եմ այդ խիզախ մարդկանց, ես սիրով սպասում եմ օգնել ու առաջնորդել ձեզ այդ ձեր նպատակներին հասնելու ճանապարհին, սիրով կարող ենք միասին աշխատել։ Կյանքը կարծես կանգ առած լինի, ինչ կարող եմ անել, երբ ամեն անգամ բացահայտում եմ ձևական մարդկանց։ Ձևական մարդիկ միշտ լինելու են, հա, ձևական մարդիկ միշտ կան մեր շուրջը, միշտ։ Ես էլ եմ անընդհատ բացահայտում այդպիսի մարդկանց։ Ինչ պետք է անել։ Շնորհակալություն հայտնել ու շարժվել առաջ, գնալ այդ մարդկանցից, մոռանալ իրանց, շնորհակալություն հայտնել ու մոռանալ երեխեք։ Ես ձեզ հավատացնում եմ, որ գուցե 10 տարի անցնի ու դու մեկ էլ բացահայտես, վա, այս ինչ է, այս ինչեր ես չեմ տեսել։ Այո, այդպես լինում է։ Այո, շատ է լինում, այո, գուցե մեր այն մարդկանց հետ, որ դու մտածում ես, չէ, ինչ լինի այս մարդը իմ հետ կլինի, իմ կողքը կլինի, ինձ կօգնի։ Չէ ու չէ։ Այս վերջերս իմ հետ տենց դեպք տեղի ունեցավ, որ ես շոկի մեջ էի, ուղղակի ասում եմ, ու ո՞նց կարա այդպես լինի, ո՞նց կարա ուղղակիորեն այդպես ստացվի, որ մարդը կարողանա այդ կարգի, մարդիկ ձեր նման չեն, մարդիկ իմ նման չեն, մարդիկ ձեր նման չեն, ու այդ նորմալ է։ Ինչ պետք է մենք անենք, ուղղակի սովորենք հասկացար, որ այդ մարդը ինչ տեսակ է, բաց թողնել, այ մարդ հեռացի գնա այդ տարածքից։ Ինչու պետք է, տեսեք, ստեղ ես չեմ կարա ձեզ կարող եմ իրականում, վայ, մի հատ արի հասկանանք ինչի էր քեզ այդ ամեն ինչը պետք, ինչի էր քեզ այդ ամեն ինչը պետք, ես երկար այս դեպքերում չեմ աշխատում, հա, կան դեպքեր, որ ես ասում եմ, որ ես ուղղակիորեն բացատրում եմ, որ պետք է այդ տարածքից հեռանալ, կա դեպքեր, որտեղ ուղղակիորեն որ ասում կան ատամներ, որոնք որ ցավում են, իրանց չես կարա մշակես, իրանց չես կարա, չգիտեմ, բուժես, եթե ինքը քոքից սևացած է, պետք է հանես ու գցես, չէ։ Նույնն էլ կան դեպքեր, կան իրավիճակներ, որոնց մասին ես չեմ կարող երկար բացատրել, արի բուժենք այս բանը, չէ, ընկերներ, չէ, ուղղակի հեռացեք այդ շրջապատից, որտեղ չկա ձեր համար ինչ-որ դրական բան, կապ չունի, նոր ես ամուսնացել, մարդը տեսնում ես ահավոր կերպարանք է, լավ, մնում ես այդտեղ ինչ անես, ինչ կապ ունի, երեխեք, մարդիկ տարիներ շարունակ խոսելու են, մարդիկ միշտ խոսելու են, դուք մտածեք, դուք ոնց եք ձեզ զգալու, ես ինչ պետք է մտածել, ես գիրք եմ գրել, ընտանիքը պահպանելու մասին, բա ինչի եմ ես հիմա բաժանվում, հա, ես դրա մասին մտածել եմ ուղղակի, իսքան, երբ որ իրավիճակը այն է, որ դու այդտեղ վատ ես, երբ որ դու այդտեղ վատանում ես, չկա, այսինքն ինչի համար, պետք է պահել, հա, այդ ամեն ինչը, հանուն մարդկանց, այդ ինչ, գիտեք ինչի է այդպես, որովհետև ձեր ծնողներից դուք տեսել եք այդ ամեն ինչը, որովհետև իրանք հանուն բոլոր մարդիկ սենց լինի, հանուն սենց ընենց, լռել են ու չեն ընտրել իրանց, ու այդ մտածել եք, վայ սենց է ուրեմն ճիշտը,
Ու հիմա դուք նայում եք ձեր մամային, տեսնում եք, չգիտեմ, ինքը 40 տարեկան է, բայց ոնց որ 60 լինի։ Ու այդ նորմալ է։ Ուզում եք դուք էլ տենց կյանք ունենաք։ Ես գիտեմ ինչ եմ խոսում։ Ես գիտեմ ձեր պատմությունները, դուք ինձ առանձին գրում եք ձեր պատմությունները։ Ես գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Ու հետո դուք մտածեք, որ դուք էլ ունեք երեխա, ու դուք էլ պետքա օրինակ լինեք ձեր երեխու համար։ Ոնց ինչ եք սովորացնում ընդհանրապես իրանց։ Վատա, բայց մնա բալես։ Ջանդամ թե չես մեռնի այնտեղ։ Ջանդամ թե չգիտեմ, հոգեկան գիժ չես դառնա, մնա, հա? Այդ մի հատ ու ես ուզում եմ ձեզ ասեմ, կապ չունի դու ինչ աղջիկ ես, կապ չունի դու ինչ ձև ես, կապ չունի թե քանի մարդու հետ ես հանդիպել, քանի քնել լավ, քնել, կապ չունի թե քանի մարդու հետ ես քնել։ Դու ընդհանրապես այդ ամեն ինչը կապ չունի։ Կապ ունի թե դու ինչ ես մտածում քո մասին։ Կապ ունի, որ դու հենց լավն ես, որ այդպիսին ես։ Կապ ունի, որ դու կգտնես այն մարդուն, ով քո համար է։ Կապ ունի, որ մենակ Հայաստանում է այդ ամեն ինչը, վերջին այդ ամեն ինչով որոշում մարդու մարդ տեսակը։ Կապ չունի, որ դու հենց նոր ես ամուսնացել, 2 ամիս է, 3 ամիս է, բայց դու արդեն սկսել ես վատ կյանքով ապրել։ Դուրս արի տեղից, ուղղակիորեն դուրս արի։ Կա դեպքեր, որ ուղղակի պետքա դուրս գալ այդ իրավիճակից։ Ես քեզ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ես ունեմ պատմություններ, ես ունեմ իրավիճակներ, ես ունեմ լիքը մարդկանց հետ աշխատելու փորձ, հայերի, հա? Ես գուցե գերմանացիների հետ աշխատեի, այդ փորձը չունենայի։ Բայց այնուամենայնիվ դեռևս ես աշխատում եմ այս դաշտում ու ինչքան շատ լինեն մարդիկ, ովքեր որ իրանց լավ կզգան, հա, հասկանում եք, ձեր լավ զգալու մասին է խոսքը։ Ասում էս շատ մի հատ կարևոր միտք ասում է տեսեք ասենք 10 տարի դու վատ ես ու դու չգիտես այդ երբ է վերջանալու։ Անսահմանափակ դու միշտ վատ ես լինում։ Բայց դու բաժանումից այդքան ցավ չես ապրի, հա, բաժանվեցիր բրծար։ Քան թե որ այդքան ժամանակ դու վատ լինես, դու ինքնագնահատականդ գցես։ Դու պատկերացնում ես, դու բոլորին, ուրիշներին թույլ ես տալի, որ քո ինքնագնահատականը գցեն։ Այս դժվար թեմա է, այս ես չեմ ուզում իրականում, հələ որ ես գուցե պատրաստ չեմ որպես մասնագետ այսպես sense խորհուրդներ տալով խոսել, հա? Իրականում իմ մասնագիտությունը խորհուրդներ տալու մասին չի, երբեմն ես ասում եմ դրանց մասին, երբեմն դժվար է դրանց մասին խոսելը, որովհետև գիտեմ, որ դուք դրան պատրաստ չեք, շատերդ գուցե պատրաստ չեք այդ վերցնելու, բայց երբեմն էլ պետք է սթափեցնեմ։ Պետք է եղել է ծրագիր, որտեղ մի մասնակից ունեինք, ով sense մանկական պոզիցիայի մեջ, դուրս չի գալիս էս ամեն ինչի մեջից գոհարը 1 լրեց, 2 լրեց, 3 լրեց, 4 լրեց, 5-րդը գոհարը սկսեց բորբոքված ու կատաղած բացատրել, այս մասնակցին, որ սիրելիս ընկեր եւ այլն եւ այլն, ու այս մասնակիցը մի քանի օր հետո գոհար, գիտես, ինչ օգնեց ինձ ծրագրի ընթացքում, ինչը, որ դու այսպես իմ հետ խոսեցիր։ Ու հիմա գուցե դուք այս իմ բորբոքված խոսելու կարիք ունեիք։ Ես հույսով եմ, որ այդ կօգնի, եթե այդ կօգնի ձեզ, ես էդ էլ եմ պատրաստ, ու ընդհանրապես իմ մտքերը, իմ վախերը գուցե հենց այսպես էլ պետք է հաղթահարենք, որտեղ մենք ամեն մեկս մեկիս օգնում ենք ինչ-որ բաներ հաղթահարել։ Օհ, Զառա ջան, ես իրականում գիտեմ այդ քո զգացողությունները, ովքեր մտածում են մասնակցել թե ոչ, մասնակցեք, ես ծրագրի տետրիսնելով միշտ ջեր զգացողություններ եմ զգում։ Զառա ջան, գիտես իրականում ես ինչ
եմ համարում, որովհետև ինքս եմ նման ծրագրերի մասնակցել, նման դասընթացներ ունեցել։ Ես ինչն եմ ասում, ինչն եմ շեշտում, այդ կապ չունի։ Ես երբեմն մոռանում եմ, թե իմ ծրագրերում իմ ամեն շաբաթվա մեջ ինչ բլոկներ են մտնում, ես երբեմն մարդկանց մոռանում եմ այդ ասել, բայց այն, որ դուք այդ ջերմ զգացողությունները ձեր կյանքի մեջ ոչ միայն տետրին նայելով, հա, դու գուցե վաղը մյուսօր ունենաս միտք ու մոտիվացիա, այդ ամեն ինչը ձեր հետ մնալու է, մինչև կյանքի վերջ։ Ու եթե դուք ցանկանաք, իրան զարգացնում եք ու անընդհատ եք այդ ջերմ զգացողությունները ունենում, առանց նաև գոհարի, հա, առանց նաև գոհարի դուք այդ ամեն ինչը կարող եք ունենալ, եթե մի փոքր աշխատեք այդ ուղղությամբ, ամեն օր մի փոքր բան անեք ձեր համար, օրինակ ես հիմա անում եմ ուղիղ եթեր, չգիտեմ, հետո գնալու եմ քայլելու, հետո իմ սիրած ուտելիքն եմ ուտելու, երգ եմ լսելու, պարելու եմ, ես եմ անելու, այն եմ անելու, ամեն մեկը մի բան, կամ նստելու եմ, հենց գրելու եմ, ինչի եք ջերմ զգացողություններ ունենում, որովհետև ընթացքում դուք ճանաչել եք ձեզ, այդ ընթացքում դուք մոտեցել եք ձեզ, այդ ընթացքում դուք տեսել եք, թե ձեր այն տարբերակին, ով ինչ-որ բան է անում իր համար, դրա համար դուք ունեք այդ ջերմ զգացողությունները, այդ դրական զգացողությունները, ու անընդհատ դուք իրան կարող եք զարգացնել, ինչ վերաբերվում է բարեկամների կեղծ լինելուն, այո, բարեկամներն էլ կարող են կեղծ լինել, այո, այդ նորմալ է, թողեք այդ մարդիկ հանգիստ ապրեն, որոշեք, ուզում եք շփվեք իրանց հետ, թե չէ, կարողանում եք շփվել, այնպես, որ այդ ամեն ինչը ձեր վրա չազդի, շփվեք, չեք կարողանում, մի շփվեք, գնացեք իրանց տուն այնքան, մի գնացեք իրանց տուն այնքան, մինչև որ պատրաստ չեք, կամ ընդհանրապես մի գնացեք, կամ էլ մի թողեք, որ ձեզ վնաս տա, հասկանում եք, տենց դուք ոչ մեկի, եթե դու իրանք ձևական են, դու ինչ ես անում, դու ձևականորեն շփվում ես իրանց հետ, որ ինչ իրանց լավություն անես, թե քեզ ես լավություն անում, ինչի համար, մի հատ ես հաստվեք, լավ, ինչի համար, թույլատրեք ձեզ, ասեք, որ դու բավականին մեծ ես, դու ինքդ կարաս որոշես ում հետ ես շփվում, լավ, դուք բոլորը բավականին մեծ եք, դուք ինքնուրույն կարող եք որոշել, ում հետ շփվել, ում հետ չշփվել եւ այլն, բոլորիդ լավ օր եմ մաղթում, գնացեք այն պրակտիկան արեք, ես ուզում եմ, որ իմ այս ծրագրին միանան մարդիկ, ովքեր որ ուզում են իրանց կյանքը բարելավեն, ես ձեր համար եմ, ես ձեր հետ եմ այս ընթացքում լինելու, սիրով սպասում եմ բոլորիդ, նամակներին, պլյուսիկներին, ծրագրի մասին բոլոր մանրամասները դուք կստանաք ինձնից անձնական նամակով կամ այսպես խոսելու ընթացքում, հա, որպեսզի դուք կարողանաք կայացնել որոշում, արդյոք ծրագիրը ձեզ համար է թե չէ։ Այսպես, բոլորիդ լավ օր եմ մաղթում, գնացեք Instagram, արեք փին արված պրակտիկան ու աշխատեք այդ վախերի հետ, որը դուք ունենաք, որը ձեզ անհանգստացնում էր մահվան հետ կապված։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում, սիրով էլի կկարդամ ձեր հարցերը, եթե լինեն, ուղիղ եթերներ կարծում եմ այնուամենայնիվ, եթե ոչ ամեն շաբաթ, ապա կփորձեմ գոնե ամեն երկրորդ երկուշաբթի օրը այստեղ անցկացնել, դե Telegram-ում էլի կլինեն, հիմա նոր իմ կյանքը այսպես նորից ինչ-որ սենց հուլի մեջ ա մտել, ու շատ ուրախ էի, որ միացաք ինձ, լսեցիք, հետադարձ կապ տվեցիք, հետադարձ հարցեր գրեցիք, շատ ուրախ եմ, խոստանում եմ, ինձ էլ եմ խոստացել արդեն, որովհետև այս ինչ շատ հաճելի է ու հավես է, եթե ոչ, էլի եմ ասում, եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն երկրորդ երկուշաբթի օրը ինձ այստեղ սպասեք։ Այս ժամին չենք փոխի ժամը, որպեսզի միշտ մնա, միշտ այսպես ձեր համար էլ հարմար լինի, ու երկրորդը ուղիղ եթերի, այս եթերի հոլով, այսպես պահպանված տարբերակը կարծում եմ կգտնեմ այսօր այստեղ։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում, լավ եղեք,
Ահա, մի երկու նամակներ էլ կարդամ ու ավարտեմ, ուրեմն անցած տարի ես մասնակցեցի ֆինանսական մտածողություն ծրագրին, ինչի արդյունքում ես կարողանում եմ մարդկանց ասել իմ ապրանքի գինը շատ վստահ, մինչ այդ ամաչում էի մտածում, որ չեն առնի։ Զբաղվում հողագործությամբ, լոբի վարում ու մալինա եմ մշակում։ Ես իրականում Սաթենիկ ջան, քո կոնտենտից այնքան հաճույք եմ ստանում, երբեմն ես սպասում եմ, որ մտնեմ Սաթենիկի սթորիները WhatsApp-ով ու տեսնեմ ինչ սիրուն բան անեք, ինչ սիրուն բան է դրել ինքը story երեխեք, չնայած որ ես Հայաստանում չեմ, բայց շատ մեծ հավեսով նայում եմ իրան, իսկապես եմ ասում։ Շնորհակալ եմ Գոհար ջան, մեր դրական եւ լեզվավոր մատ, եզանից յուրաքանչյուրը հարուստ է, քանզի գտել են քեզ, ոյ, շատ շնորհակալ եմ, սիրով, ես մեծ սիրով եմ ես անում, ես էլ շատ եմ ուրախանում ձեր արդյունքների համար, իսկապես էլի եմ ասում, որ հետևում եմ, տեսեք, Սաթենիկը ուղակի հողագործություն, ու ընդհանրապես մտածում ես հողագործությամբ է զբաղվում, բայց ինքը այնքան դրական մարդ է, այնքան լույս ունի իր մեջ, հա, որ ինքը այդ ամեն ինչը սենց այնքան էր թաքցնում, այնքան էր պահում, այնքան էր ամաչում ամեն ինչից, մինչև որ իր մեջ բացահայտեց այդ կետերը, բացահայտեց երեխեք, երբեմն դժվար է մարդկանց բերել այդ սենց բաց լինելուն։ Ու հիմա ես Սաթենիկի կոնտենտը նայում եմ ու սենց հաճույք եմ ստանում իր սիրուն հոլովակներից, որտեղ ինքը այդ ամեն ինչի մեջ իր սերը դնում է։ Իսկ երբ որ դու ունես այդ սերը, դու այդ ամեն ինչը կարող ես փոխանցել։ Դու պետքա, տեսեք, մենք բոլորս ծնվել ենք իրար ծառայելու համար, չէ՞։ Մենք այս կյանքում ամեն մեկս մեկի համար մի բան է անում։ Մեկը վարսավիր է, մեկը, չգիտեմ, մոմեր է սարքում, մեկը գիրք է գրում, մեկը արձան է սարքում, մեկը տներն է, մեկը մեբել է հավաքում, չգիտեմ։ Ամեն մեկս տարբեր բան ենք անում, ծառայում ենք մարդկանց, հա։ Ու մենք օգուտ ենք տալիս, ու մենք պետքա մեր մեջ հասկանանք, որ ես այստեղ օգուտ եմ տալիս, լավ, ինչից պետքա ամաչեմ։ Ես մարդիկ կան այնպիսի բաներ են անում, որ իրանք երբեք չեն ամաչում, բայց այն մարդիկ, ովքեր դրական լավ բաներ են անում, ծառայում են, օգնում են, իրանք պետք է ամաչեն, հա? Մենք ունենք մեր ազգի մեջ այդ բլոգները, մենք պետք է այդ մաքսիմալ հաղթահարենք։ Ու ես էլ եմ իրականում եղել այդպիսի ինչ որ մեկը, ով լիքը բլոգներ ունեցել։ Ես հիշում եմ փոքր տարիքում ես անգամ վախենում էի ամաչում էի, չէի վախենում։ Ես ամաչում էի զուգարան գնալ։ Ես այնքան զուգարան չէի գնում, մինչև որ տակս էի անում, իրականում եմ ասում։ Եղել է դեպքեր, երբ որ ես տակս եմ արել, բայց ամաչել եմ գնամ զուգարան։ Բա, իսկ այդ նորմալ է։ Իսկ այդ նորմալ է, այդ նորմալ չի։ Բայց այդ ինձ ոչ մեկ չի սովորացրել, ուղղակի այդ իմ մեջից է եղել, այդ իմ ներսից է եղել, ու ես ստիպված եմ եղել դրանց հետ աշխատեմ, ու հիմա այստեղ ես ձեր հետ խոսում եմ։ Բա, տեսեք, որտեղից կարող է մարդը որտեղ հասնի, դրա համար ամոթը ինքը դրական բան չի, լավ բան չի ամոթը։ Եթե կա ամոթ, ուրեմն պետք է արագի մեջ դրանից ազատվել։ Ինքը սահմանափակում է մեր բոլոր էներգիաները, ինքը կարա հետո ինչ-որ խնդիրների պատճառ հանդիսանա, ինչպես վախն է, ինչպես զայրույթն է եւ այլն եւ այլն։ Իրանից պետք է ազատվել, ամոթից պետք է մաքսիմալ մաքրել բոլոր շերտերը։ Ու այդ շերտերը մերը չեն լինում, մեր նախնիներին են լինում։ Լավ, դրանցից պետք է ազատվել, իմացեք։ Ծրագրի շրջանակներում ինքնաճանաչման մենք այդ խնդիրների հետ աշխատում ենք, 6 շաբաթ ինքը բավականին է, որ դուք այդ ամեն ինչին հասնեք։ Այնպես որ սիրով սպասում եմ բոլորիդ, լավ եղեք, այսօր այսքանը։